Նա չգիտեր, թե ով է այդ կինը, բայց արդեն սիրում էր նրան իր երազներում։ Երբ նա ներս մտավ այդ սենյակ, տղամարդը հասկացավ ամեն ինչ։ Ինչ-որ ավելի մեծ բան էր տեղի ունենում։ Եվ փախչելն այլս տարբերակ չէր։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք նշել, թե որտեղից եք դիտում։ Արամ Մանուկյանը կրկին սթափվեց, վեր թռչելով տեղից։ Սիրտը բաբախում էր, շնչառությունը կտրտված, այն տհաճ զգացողությունը, թե ինչ-որ կարևոր բան սահել է մատների արանքից, հենց որ աչքերը բացել է։ Սա երրորդ անգամն էր այս շաբաթ։ Ոչ, սուտ է։ 15-րդ անգամն էր այս ամիս։ Նա արդեն կորցրել էր հաշիվը, թե քանի անգամ է նույն երազն այցելել իրեն երանի լուր գիշերներին։ Երազների կինը միշտ նույնն էր։ Ալիքած շագանակագույն մազեր, որոնք թափվում էին ուսերին, խորը աչքեր, որոնք կարծես մի քանի կյանքի պատմություններ էին պահում, զուսպ ժպիտ, որը լուսավորում էր ցանկացած տեսարան։ Նա հայտնվում էր տարբեր, բայց միշտ իրական վայրերում։ Սարյան փողոցի սրճարաններից մեկում, փայտե սեղաններով առաստաղից կախված բույսերով։ Կարապի լճի շուրջը զբոսնելիս։ Քաղաքի կենտրոնում գտնվող մի հին գրախանութում, հաստ կազմերով գրքեր թերթելիս։ Եվ ամեն անգամ, երբ նա պատրաստվում էր խոսել նրա հետ, դիպչել նրան, հարցնել անունը, երազն ավարտվում էր։ Արամը վեր կացավ իր մեծ երկտեղանոց մահճակալից, մոտեցավ ննջասենյակի պատուհանին։ Կենտրոնում գտնվող իր պենթհաուսից բացվում էր արտոնյալ տեսարան դեպի երբեք չքնող քաղաքի լուսավորված շենքերը։ Առավոտյան 4:40 էր, երանն արդեն սկսում էր բաբախել ներքում։ Մեքենաները կտրում էին պողոտաները, լույսեր էին վառվում հեռավոր բնակարաններում, քաղաքային կյանքը պատրաստվում էր մեկ լարված օրվա։ Բայց այս ամենը չէր հանգստացնում նրա ներսում բարձրացող փոթորիկը։ 38 տարեկանում Արամն այն ամենն էր, ինչ հասարակությունն ակնկալում էր հաջողակ տղամարդուց։ 10 տարի առաջ իր իսկ հիմնադրած տեխնոլոգիական ընկերության Armtec-ի գլխավոր տնօրենն էր, որը դարձել էր ընկերությունների համար թվային լուծումների շուկայի առաջատարը։ Նրա օրակարգը միշտ լի էր ռազմավարական հանդիպումներով, դասախոսություններով, գործնական ընթրիքներով, միջազգային ուղղություններով։ Նա վարում էր գերմանական թանկարժեք մեքենա, հաճախում էր քաղաքի լավագույն ռեստորանները, ուներ բնակարան, որն ավելի շատ նման էր դիզայներական ամսագրի տեսարանի։ Բայց այս ամենը չէր լցնում այն դատարկությունը, որն աճում էր ամեն գիշեր։ Եվ հիմա, այս կրկնվող երազների պատճառով, Արամը սկսում էր կասկածել սեփական հոգեկան առողջությանը։ Նա վերադարձավ անկողին, բայց գիտեր, որ այլս չի կարողանա քնել։ Վերցրեց հեռախոսը գիշերասեղանից, բացեց նշումների հավելվածը։ Այնտեղ էին բոլոր նկարագրությունները, որոնք նա արել էր վերջին շաբաթների ընթացքում։ Մանրամասներ կնոջ, վայրերի, զգացողությունների մասին, որոնք ապրում էր յուրաքանչյուր երազում։ Կարծես նա փաստագրում էր անձնական հետաքննություն։ Արամը մեծացել էր մի ընտանիքում, որտեղ զգացմունքները թուլության հոմանիշ էին։ Նրա հայրը, հայտնի բժիշկ, մայրը, հաջողակ իրավաբան, ամուսնալուծվել էին, երբ նա 12 տարեկան էր։ Գործընթացը դառն էր, լի մեղադրանքներով, ֆինանսական վեճերով, սառցել լռությամբ, որը տիրեց նրանց միջ։ Արամը վաղ սովորեց, որ զգացմունքներին վստահելը վտանգավոր է։ Ավելի լավ է կենտրոնանալ թվերի, նպատակների, կոնկրետ արդյունքների վրա։ Սերն չափազանց անկանխատեսելի էր, չափազանց ռիսկային։ Այդ պատճառով նա երբեք իրեն թույլ չէր տվել խորանալ խորը հարաբերությունների մեջ։ Տարիների ընթացքում ունեցել էր մի քանի ընկերուհի, խելացի անկախ կանայք, որոնք ընդունում էին նրա առաջարկած պրագմատիկ դինամիկան։ Բայց նրանցից ոչ մեկին չէր հաջողվել թափանցել պաշտպանական շերտերի միջով, որոնք նա կառուցել էր սրտի շուրջ։ Եվ Արամը միշտ կարծում էր, որ այդպես լավ է։ Մինչ որ սկսվեցին երազները։ Սկզբում նա փորձում էր անտեսել։ Հետո փնտրում էր բանական բացատրություններ։ Սթրես աշխատանքի վայրում։ Սուրճի չարաշահում։ Ֆիզիկական վարժությունների պակաս։ Նույնիսկ նյարդաբանի մոտ այցելություն նշանակեց, որը մի շարք հետազոտություններ նշանակեց, ոչ մի խնդիր չգտավ։ Ամեն ինչ ցույց էր տալիս, որ Արամ Մանուկյանը լիովին առողջ տղամարդ է։ Բացառությամբ այն կնոջ, որը համառորեն բնակվում էր նրա երազներում։ Այդ ժամանակ էր, որ Տիգրանը, նրա լավագույն ընկերն ու ընկերության գործընկերը, առաջարկեց, որ նա այլ տեսակի օգնություն փնտրի։ Տիգրանն ու Արամը ճանաչում էին միմյանց պոլիտեխնիկում սովորելու տարիներից։
Նրանք կիսել էին բնակարաններ, ուսանողական նախագծեր, քննություններին պատրաստվելու անքուն գիշերներ, իսկ հետո զրոյից ստարտափ ստեղծելու մարտահրավերը։ Տիգրանը միակն էր, որ ճանաչում էր Արամի ամենախոցելի շերտերը, թե այդ գիտելիքը սահմանափակ էր։ Նա այն ընկերն էր, որ գիտեր, թե երբ է կատակելու ժամանակը, երբ լուր լսելու։ Այդ երեկո նստած ընկերության խորհրդակցությունների սենյակում, երբ բոլոր աշխատակիցներն արդեն գնացել էին, Տիգրանն անհանգստությամբ նայեց ընկերոջը։ Դու լավ չես, Արամ։ Եվ մի փորձիր ինձ հակառակը համոզել։ Արամը հոգոց հանեց, ձեռքը տանելով մուգ մազերի միջով։ Ուղղակի բարդ շրջան է։ Նոր նախագծի հետ կապված շատ ճնշում կա։ Միայն դա չէ։ Տիգրանը թեքվեց առաջ։ Դու փոխվել ես։ Ցրված ես։ Ես քեզ 20 տարի է ճանաչում եմ, ախպեր։ Ինչ-որ բան քեզ ուտում է։ Երկար լռություն տիրեց։ Արամը նայեց լայն պատուհաններին, որոնցից տեսարան էր բացվում դեպի հյուսիսային պողոտա։ Դրսում երեկոյան խիտ երթևեկությունը արտացոլում էր այն քաոսը, որը նա զգում էր իր ներսում։ Ես երազներ եմ տեսնում, վերջապես խոստովանեց նա։ Մի կնոջ մասին։ Նույն կնոջը, ամեն գիշեր։ Տիգրանը զարմացած բարձրացրեց հոնքերը, բայց ոչինչ չասաց, սպասելով, որ ընկերը շարունակի։ Գիտեմ, ինչպես է սա հնչում։ Ծիծաղելի։ Դեռահասի բան։ Բայց սա ուրիշ է, Տիգրան։ Այս երազները լարված են։ Չափազանց իրական։ Ես արթնանում եմ զգում, կարծես իսկապես ապրել եմ այդ տեսարանները։ Կարծես նա իրական է։ Իսկ ով է նա։ Չգիտեմ։ Երբեք նրան չեմ տեսել։ Բայց մինույն ժամանակ, կարծես նրան տարիներ շարունակ ճանաչում եմ։ Ոչ մի իմաստ չունի։ Տիգրանը մի քանի վայրկյան մտածեց։ Իսկ դու մտածել ես հոգեթերապևտի դիմելու մասին։ Արամը չոր ծիծաղեց։ Հոգեթերապևտի։ Լուրջ ես ասում։ Լուրջ։ Տես, գիտեմ, որ դու միշտ թերահավատ ես եղել այդ բաների նկատմամբ, բայց երբեմն մենք օգնության կարիք ունենք հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր գլխում։ Մի հիանալի մասնագետ կա, որին իմ զարմուհին է խորհուրդ տվել։ Բժշկուհի Լուսինե Գորգյան։ Նա հոգեբան է, աշխատում է երազների, հիշողությունների, այդ ավելի խորը բաների հետ։ Արամը պատրաստվում էր մերժել, բայց ընկերոջ անհանգիստ հայացքում ինչ-որ բան ստիպեց նրան վերանայել իր որոշումը։ Գուցե ժամանակն էր խոստովանել, որ օգնության կարիք ունի։ Մեկ շաբաթ անց Արամը նստած էր հարմարավետ բազկաթոռին բժշկուհի Լուսինեի աշխատասենյակում, որը գտնվում էր Բաղրամյան պողոտայի մոտ գտնվող հմայիչ հին տանը։ Մթնոլորտը հյուրընկալ էր, գրքերով լի դարակներ, պատուհաններին բույսեր մեղմ։ Լուսավորություն, որը ստեղծում էր հանգստության մթնոլորտ։ Բժշկուհի Լուսինեն մոտ 50 տարեկան կին էր, ալեխառն մազերը հավաքված թույլ կոկոնի մեջ, զուսպ շրջանակով ակնոցներ բարի ժպիտ, որն անմիջապես հանգստացնում էր մարդկանց։ Նա գրեթե 1 ժամ լսեց Արամին, քիչ հարցեր տալով, պարզապես խրախուսելով նրան նկարագրել երազները մանրամասնորեն։ Իսկ դուք կարող եք հիշել որևէ կոնկրետ զգացմունք, երբ արթնանում եք այդ երազներից, վերջապես հարցրեց նա։ Արամը մի պահ մտածեց։ Կորուստ։ Ես զգում եմ, կարծես ինչ-որ կարևոր բան եմ կորցրել։ Կարծես նա իմ մի մասն է, ինձ բաժանել են նրանից իմ կամքին հակառակ։ Լուսինեն մի քանի նշում արեց իր տետրում։ Արամ, ես երկար տարիներ աշխատում եմ երազների մարդկային անգիտակցականի հետ։ Եվ կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ դուք ապրում եք, անսովոր չէ։ Երբեմն մեր միտքը մշակում է փորձառություններ, ցանկություններ կամ նույնիսկ հիշողություններ այնպիսի ձևով, որոնք թվում են իրացիոնալ։ Բայց ես երբեք չեմ հանդիպել այդ կնոջը։ Ինչպես կարող եմ նրա մասին հիշողություններ ունենալ։ Կան տարբեր տեսություններ, հանգիստ բացատրեց Լուսինեն։ Ոմանք հավատում են կոլեկտիվ հիշողություններին, ոմանք նախկին կյանքերին, իսկ ոմանք էլ մեր իդեալական եսի պրոյեկցիաներին։ Կարևորն այն է, որ չանտեսենք այն, ինչ այդ երազները փորձում են ձեզ ասել։ Իսկ ինչ են դրանք փորձում ինձ ասել։ Լուսինեն ժպտաց։ Դա միայն դուք կարող եք բացահայտել։ Բայց ես կասեի, որ դա բացվելու հրավեր է։ Թույլ տալու, որ ինչ-որ նոր բան մտնի ձեր կյանք։ Դուք կառուցել եք մասնագիտական կայսրություն, Արամ, բայց կարծես թե զգացմունքային կողմը մի կողմ եք թողել։ Գուցե ժամանակն է հավասարակշռել կշեռքները։ Հաջորդ շաբաթների ընթացքում Արամը շարունակեց սեանսները։
Եվ երազները շարունակվեցին։ Բայց հիմա նա դրանց նայում էր հետաքրքրությամբ, ոչ թե վախով։ Նշում էր յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր զգացողություն, յուրաքանչյուր բառ, որ խորհրդավոր կինն ասում էր իրենց երազային հանդիպումների ժամանակ։ Այդ փոթորկի սկզբից 3 ամիս անց, մի երեքշաբթի օր, ամեն ինչ փոխվեց։ Արմթեքը ընդլայնում էր իր գործունեությունը, նոր տաղանդներ էր ներգրավում։ Տիգրանը վարում էր արտադրանքի զարգացման մենեջերի պաշտոնի համար ընտրության գործընթացը։ Դա ռազմավարական պաշտոն էր, նրանք ստացել էին տասնյակ տպավորիչ ռեզյումեներ մասնագետներից ամբողջ Հայաստանից, նույնիսկ արտերկրից։ Արամն իր աշխատասենյակում էր, վերանայում էր ֆինանսական հաշվետվությունները, երբ Տիգրանը թակեց դուռը։ «Պետք է, որ դու այսօր մասնակցես վերջին հարցազրույցին», ասաց Տիգրանը։ Մենեջերի պաշտոնի համար է։ Թեկնածուն բացառիկ ռեզյումե ունի։ 5 տարի աշխատել է Եվրոպայում, անհավանական նախագծեր է իրականացրել։ Կարծում եմ, քեզ դուր կգա։ Արամը նայեց ժամացույցին։ Ժամը քանիսին։ 15 րոպեից։ Գլխավոր խորհրդակցությունների սենյակում։ Լավ։ Կգամ։ Նա ավարտեց փաստաթղթերի վերանայումը, վերցրեց իր պլանշետը, գնաց դեպի խորհրդակցությունների սենյակ։ Տարածքը լայն էր, կենտրոնում մեծ ապակե սեղան, էրգոնոմիկ աթոռներ, մի ամբողջ պատուհաններ, որոնցից բացվում էր քաղաքի համայնապատկերը։ Արամը առաջինը ներս մտավ, ողջունեց ներկա կադրերի բաժնի թիմին, նստեց իր սովորական տեղը, սեղանի գլխին։ Մի քանի րոպե անց դուռը բացվեց։ Եվ նա ներս մտավ։ Արամի աշխարհը կանգ առավ։ Բառացիորեն կանգ առավ։ Օթորակիչի ձայնը, կադրերի բաժնի թիմի ձայները, դրսի երթեկության ձայնը, ամեն ինչ անհետացավ։ Գոյություն ուներ միայն նա։ Ալիքած շագանակագույն մազեր, որոնք թափվում էին ուսերին։ Խորը աչքեր, որոնք անմիջապես հանդիպեցին նրա աչքերին։ Նույն զուսպ ժպիտը, հիմա մի փոքր լարված, աշխատանքի հարցազրույցի պատճառով։ Նա կրում էր մուգ կապույտ բաճկոն, դասական տաբատ ձեռքին պայուսակ ուներ։ Բայց Արամի համար նա կարող էր ցանկացած բան հագած լինել։ Որովհետև դա նա էր։ Երազների կինը։ Ճիշտ այնպես, ինչպես նա տեսնում էր նրան ամեն գիշեր։ Անահիտ Սարգսյանը ձեռքը մեկնեց նրան ողջունելու համար, երբ նրանց ձեռքերը դիպան իրար, էլեկտրական ցնցում անցավ Արամի մարմնով։ Նա տեսավ նրա լայն բացված աչքերից, որ նա էլ նույնը զգաց։ Հաճելի է, Արամ Մանուկյան, կարողացավ ասել նա, թե ձայնը հեռու էր թվում նույնիսկ իրեն։ Հաճելի է, Անահիտ Սարգսյան, պատասխանեց նա, նրա ձայնը ճիշտ երազների պես էր։ Փափուկ, մեղեդային, ծանոթ։ Նրանք ձեռք ձեռքի տված մնացին մի վայրկյան ավելի երկար, քան թույլ էր տալիս հարցազրույցի արարողակարգը։ Եվ այդ վայրկյանի ընթացքում նրանց միջ խորը ճանաչում անցավ։ Դա ֆիզիկական գրավչություն չէր, թե դա էլ կար։ Դա շատ ավելի մեծ բան էր։ Կարծես դարեր շարունակ բաժանված երկու կեսեր վերջապես նորից գտնեին իրար։ Տիգրանը հազած, Արամը վերջապես բաց թողեց նրա ձեռքը։ Անահիտը նստեց սեղանի մյուս կողմում, բայց նրա աչքերը չէին կարողանում կտրվել Արամի աչքերից։ Եվ նրա աչքերը մնացել էին նրա աչքերին սերված։ Հարցազրույցը տարօրինակ ձականություն էր։ Տիգրանը հարցեր էր տալիս, Անահիտը պատասխանում էր հմտությամբ, պրոֆեսիոնալիզմով, նրա ռեզյումեն ինքնին խոսում էր։ Բայց կար մի անտեսանելի հոսանք, որը կապում էր նրան Արամին, մի լուր հաղորդակցություն, որը սենյակում ոչ ոք կարծես չէր նկատում։ Երբ հարցազրույցն ավարտվեց, Անահիտը դուրս եկավ սենյակից, Արամը մնաց նստած, անկարող շարժվելու։ Տիգրանը նայեց նրան անորոշ արտահայտությամբ։ Նա էր, չէ՞, ցածր հարցրեց Տիգրանը։ Արամը պարզապես գլխով արեց, անկարող բառեր կազմելու։ Աստված իմ, մրմնջաց Տիգրանը։ Հիմա ինչ ենք անում։ Արամը վերջապես նայեց ընկերոջը։ Աշխատանքի ենք ընդունում նրան։ Իհարկե։ Հաջորդ օրերին Արամը փորձում էր պահպանել պրոֆեսիոնալ զսպվածություն։ Անահիտին աշխատանքի ընդունեցին, նա պետք է սկսեր աշխատել ընկերությունում 2 շաբաթից։ Այդ ընթացքում նա տեսնում էր նրան երազներում ամեն գիշեր, բայց հիմա երազները տարբեր էին։ Ավելի լարված։ Ավելի իրական։ Կարծես նրան արթուն աշխարհում հանդիպելու փաստը դուռ էր բացել երազների աշխարհում։ Նա վազելով վերադարձավ բժշկուհի Լուսինեի աշխատասենյակ, պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։
Հոգեթերապտը ուշադիր լսեց, նշումներ անելով, երբ Արամն ավարտեց, նա երկար լուռ մնաց։ Արամ, ես երբեք նման բան չեմ տեսել իմ պրակտիկայի բոլոր տարիների ընթացքում, խոստովանեց նա։ Սա դուրս է ցանկացած սովորական տեսությունից։ Դուք վստահ եք, որ երբեք նրան չեք տեսել։ Որ է միջոցառման, որ է լուսանկարում, որ է տեղ։ Բացարձակապես։ Ես կհիշեի։ Եվ դատելով նրա արձագանքից, երբ մենք տեսանք իրար, նա էլ ինձ երբեք չի տեսել։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր։ Լուսինեն հենվեց աթոռին։ Արամ, ես պետք է խնդրեմ, որ դուք այսուհետ շատ զգույշ լինեք։ Ինչ էլ որ կատարվում է ձեր երկուսի միջ, դա հզոր է։ Եվ հզոր բաները կարող են բուժել, ոչնչացնել։ Երբ Անահիտը վերջապես սկսեց աշխատել արմթեք Արամը մտովի պատրաստվեց այդ առաջին օրվան։ Նա գիտեր, որ պետք է պահպանի պրոֆեսիոնալիզմը, ի վերջո նա այժմ աշխատակից էր, իսկ ինքը գլխավոր տնօրեն։ Բայց խորքում նա գիտեր, որ անհնար կլինի անտեսել նրանց միջ եղած կապը։ Անահիտը ժամանեց ճիշտ ժամանակին, առավոտյան ժամը 9-ին։ Տիգրանը դիմավորեց նրան շրջեց կատարեց ընկերությունում, ներկայացնելով նրան գործընկերներին ցույց տալով նրա նոր աշխատասենյակը։ Արամը հեռվից հետում էր, փորձելով կենտրոնանալ իր գործերի վրա, բայց ապարդյուն։ Նրա ողջ ուշադրությունը սերված էր նրա վրա։ Երեկոյան նա վերջապես քաջություն հավաքեց գնալ նրա սենյակ։ Մեղմ թակեց դուռը, նախքան ներս մտնելը։ Անահիտը սեղանի վրա փաստաթղթեր էր դասավորում, բայց տեսնելով նրան դադարեցրեց իր գործը։ Բար, պարզ ասաց նա։ Բար, պատասխանեց նա։ Ամեն ինչ լավ է։ Հարմարվեցիր։ Այո, բոլորը շատ ջերմ ընդունեցին։ Նրանց միջ անհարմար լռություն տիրեց։ Արամը գիտեր, որ պետք է ինչ-որ բան ասի, բայց բառերը կարծես անբավարար էին։ Անահիտն էր, որ խախտեց լռությունը։ Դու էլ զգացիր, չէ՞։ Հարցազրույցի ժամանակ, երբ ողջունեցինք իրար։ Արամը կուլ տվեց։ Զգացի։ Նա վեր կացավ աթոռից մոտեցավ նրան։ Նրա շագանակագույն աչքերը լի էին շփոթության վստահության խառնուրդով։ Ես երազներ եմ տեսնում քո մասին։ Ամիսներ շարունակ։ Ամեն գիշեր։ Նույն վայրերում, նույն իրավիճակներում։ Ես կարծում էի, թե խելագարվում եմ։ Արամի սիրտը սկսեց արագ բաբախել։ Դու էլ ես իմ մասին երազներ տեսնում։ Այո։ Եվ երբ քեզ տեսա այդ սենյակում, կարծես ամբողջ աշխարհը հանկարծ իմաստ ստացավ։ Կարծես ամբողջ կյանքս ինչ-որ բան էի փնտրել վերջապես գտել։ Արամը չկարողացավ իրեն զսպել։ Նա ձեռքը մեկնեց մեղմ դիպավ նրա դեմքին։ Անահիտը փակեց աչքերը հենվեց նրա հպմանը, կարծես դա աշխարհի ամենաբնական բանն էր։ Սա անհնար է, շշնջաց նա։ Բայց դա տեղի է ունենում։ Գիտեմ, պատասխանեց նա, նորից բացելով աչքերը։ Տատիկս ասում էր, որ որոշ հոգիներ դատապարտված են հանդիպելու, անկախ նրանից, թե որքան ժամանակ է պահանջվում։ Նա ասում էր, որ երբ այդ հանդիպումը տեղի ունենա, դա կլինի տուն վերադառնալու պես։ Տատիկդ կարծես իմաստուն կին է եղել։ Անահիտը ժպտաց, բայց նրա աչքերում տխրություն կար։ Այդպես էր։ Ես նրան կորցրի 6 ամիս առաջ։ Դա պատճառներից մեկն էր, որ որոշեցի վերադառնալ Հայաստան, Եվրոպայում այդքան երկար մնալուց հետո։ Զգացի, որ պետք է տուն վերադառնամ։ Եվ հիմա ես այստեղ եմ։ Քեզ հետ։ Արամը զգաց զգացմունքների ալիք, որի մասին չգիտեր, որ ունակ է զգալու։ Այդ պահին, այնտեղ, այդ սովորական գրասենյակային սենյակում, երբ երեկոյան Արը ներս էր թափանցում պատուհանից, նա հասկացավ, որ իր կյանքն այլս երբեք նույնը չի լինի։ Որովհետև Անահիտ Սարգսյանը ոչ միայն իր երազների կինն էր։ Նա իր ճակատագիրն էր։ Եվ նա պատրաստվում էր բացահայտել, թե ուր կտանի նրանց այդ ճակատագիրը։ Պատմեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Հաջորդ շաբաթների ընթացքում Արամն ու Անահիտը փորձում էին պահպանել արտաքին տեսքը աշխատանքային միջավայրում։ Հանդիպումների ժամանակ նրանք խուսափում էին երկարատ տեսողական շփումից։ Միջանցքներում ողջունում էին միմյանց ակնկալվող պրոֆեսիոնալ քաղաքավարությամբ։ Բայց բոլոր նրանք, ովքեր շփվում էին նրանց հետ, նկատում էին, որ ինչ-որ բան փոխվել է։
Օդում էներգիա կար, երբ երկուսը նույն սենյակում էին, մի տեսակ մագնիսականություն, որն անհնար էր անտեսել։ Տիգրանն առաջինն էր, որ բարձրաձայնեց իրավիճակի մասին Արամի հետ։ Հինգշաբթի երեկո էր, երկուսը միայնակ էին ընկերությունում, ավարտելով մի կարևոր նախագծի վերանայումը, որը պետք է ներկայացվեր ներդրողներին հաջորդ շաբաթ։ Ժամը 10:00 էր, շենքը գրեթե դատարկ էր, միայն օդորակիչի ձայնն ու համակարգիչների էկրանների լույսն էին խախտում լռությունը։ Դու պետք է զգույշ լինես, առանց նախաբանի ասաց Տիգրանը, փակելով նոութբուքը նայելով ընկերոջը։ Արամը հայացքը բարձրացրեց էկրանից։ Ինչի՞ց։ Նրանից։ Անահիտից։ Ընկերությունում բոլորն արդեն նկատել են։ Ինչ են նկատել։ Ձեր երկուսի միջ լարվածությունը։ Այն, թե ինչպես ես դու նրան նայում։ Այն, թե ինչպես է նա քեզ նայում։ Արամ, նա աշխատակից է։ Դու գլխավոր տնօրենն ես։ Սա կարող է բարդացնել իրավիճակը այնպիսի ձերով, որոնք դու նույնիսկ չես պատկերացնում։ Արամը հոգոց հանեց հենվեց աթոռին։ Գիտեմ, Տիգրան։ Հավատա ինձ, գիտեմ։ Բայց դա այնքան պարզ չէ, որքան թվում է։ Ապա բացատրիր ինձ։ Որովհետև իմ տեսանկյունից դու զգացմունքային կապի մեջ ես մտնում աշխատակցի հետ, ինչը կարող է առաջացնել էթիկական, իրավական, անկեղծ ասած, նա անձնական խնդիրներ։ Դու չես հասկանա, մրմնջաց Արամը, ձեռքերով փակելով հոգնած դեմքը։ Փորձիր ինձ հասկացնել։ Երկար լռություն տիրեց, նախքան Արամը վերջապես խոսեց։ Նա էլ էր իմ մասին երազներ տեսնում, Տիգրան։ Նախքան մեր ծանոթանալը։ Ճիշտ այնպես, ինչպես ես էի նրա մասին երազներ տեսնում։ Նույն վայրերում։ Նույն տեսարաններում։ Նա նկարագրեց մանրամասներ, որոնք ես ոչ ոքի չեմ պատմել, նույնիսկ հոգեթերապևտին։ Բացատրիր սա ինձ։ Տրամաբանությամբ։ Գիտությամբ։ Ցանկացած բանական բանով։ Տիգրանի բերանը բաց մնաց։ Դու ասում ես, որ նա էլ է տեսել նույն երազները, ինչ դու։ Ճիշտ նույնը։ Դա անհնար է։ Գիտեմ, որ անհնար է։ Բայց դա տեղի է ունենում։ Արամը վեր կացավ մոտեցավ պատուհանին, դիտելով ներքում լուսավորված քաղաքը։ Ես ամբողջ կյանքս պատեր եմ կառուցել իմ շուրջը, Տիգրան։ Դու դա բոլորից լավ գիտես։ Ես երբեք չեմ հավատացել ճակատագրին, հոգու կեսերին, այն բոլոր բաներին, որոնք մարդիկ ռոմանտիզացնում են։ Բայց նա։ Անահիտը ուրիշ է։ Երբ ես նրա կողքին եմ, կարծես իմ մի մասը, որը քնած էր, վերջապես արթնանում է։ Տիգրանը միացավ ընկերոջը պատուհանի մոտ։ Իսկ նա նույնն է զգում։ Այո։ Ապա ինչ եք անելու։ Չգիտեմ։ Դեռ փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Պայմանավորվել ենք վաղը սուրճ խմել, աշխատանքից հետո։ Խոսելու։ Իսկապես։ Տիգրանը ձեռքը դրեց ընկերոջ ուսին։ Զգույշ եղիր, Արամ։ Ոչ միայն մասնագիտական, այլ զգացմունքային առումով։ Դու երբեք այսպես չես բացվել ոչ ոքի առաջ։ Եթե սա իրական է, կարող է լինել ամենահիանալի բանը, որ երբե պատահել է քեզ հետ։ Բայց եթե սխալ ընթանա, կարող է քեզ ոչնչացնել։ Հաջորդ օրը Արամը սովորականից շուտ դուրս եկավ ընկերությունից։ Պայմանավորվել էր հանդիպել Անահիտին Սարյան փողոցի մի սրճարանում, մի վայր, որտեղ նա իրական կյանքում ընդամենը մեկ անգամ էր եղել, բայց որը անընդհատ հայտնվում էր իր երազներում։ Երբ նա հասցեն տվեց նրան, Անահիտը գունատվեց։ Ես ճանաչում եմ այդ վայրը, ասաց նա հեռախոսով։ Ես այն տեսնում եմ ամեն գիշեր։ Փայտե սեղան պատուհանի մոտ, առաստաղից կախված բույսեր, բոված սուրճի հին գրքերի հոտ դարակներում։ Ճիշտ այդպես է, հաստատեց Արամը, զգալով, թե ինչպես է սարսուռն անցնում իր մարմնով։ Սրճարանը համեմատաբար դատարկ էր, երբ Արամը հասավ։ Ժամը 4-ն էր, ճաշի ընթրիքի միջ ընկած ժամանակահատվածը, երբ միայն մի քանի ուսանողներ ֆրիլանսերներ էին զբաղեցնում սեղանները։ Նա ընտրեց պատուհանի մոտի սեղանը, նույնը, ինչ երազներում, սպասեց։ Անահիտը 5 րոպե անց ժամանեց, հագին պարզ ամառային զգեստ, մազերն արձակ, ուսին ուսապարկ։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, կարծես աշխարհում այլս ոչ ոք չկար։ Նա մոտեցավ սեղանին, նստեց նրա դիմաց։ Դե ինչ, սկսեց նա, նյարդային ժպիտով։ Մենք իսկապես անում ենք սա։
Կարծում եմ, պետք է անենք, պատասխանեց Արամը։ Պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում։ Նրանք սուրճ պատվիրեցին, մի քանի րոպե լուռ մնացին, պարզապես նայելով միմյանց, փորձելով ընկալել այդ իրավիճակի անիրականությունը։ Անահիտն էր, որ վերջապես խախտեց լռությունը։ Ես ծնվել եմ Երանում, բայց ծնողներիս կորցրել եմ վթարից, երբ 12 տարեկան էի, սկսեց նա, նրա ձայնը փափուկ էր, բայց հաստատուն։ Մայրական տատիկս, Հելենա տատիկը, ինձ մեծացրեց։ Նա անհավանական կին էր։ Պարզ, բայց խորը։ Նա ասում էր, որ տեսանելի աշխարհը իրականության միայն մի մասն է, որ կա շատ ավելին, քան մեր աչքերը կարող են տեսնել։ Արամը ուշադիր լսում էր, չընդհատելով։ Նա ինձ պատմում էր հոգիների մասին, որոնք հանդիպում-վերահանդիպում են մի քանի կյանքերի ընթացքում։ Ասում էր, որ որոշ կապեր հավերժական են, որոնք գերազանցում են ժամանակն ու տարածությունը։ Ես միշտ գեղեցիկ էի համարում դա, բայց երբեք լուրջ չէի ընդունել։ Մինչ որ սկսվեցին երազները։ Երբ սկսվեցին քեզ մոտ, հարցրեց Արամը։ Մոտ 8 ամիս առաջ։ Ես դեռ Փարիզում էի ապրում։ Աշխատում էի տեխնոլոգիական ընկերությունում, ունեի հարմարավետ կյանք, ընկերներ, հաստատված առօրյա։ Բայց ինչ-որ բան պակասում էր։ Ես չգիտեի, ինչ, մինչ որ դու սկսեցիր հայտնվել իմ երազներում։ Եվ դու ինձ տեսնում էիր նույն վայրերում, որտեղ ես էի քեզ տեսնում։ Այո։ Կարապի լիճը։ Այն հին գրախանութը Աբովյան փողոցում։ Այս սրճարանը։ Եվ այլ վայրեր, որոնք ես անմիջապես չէի ճանաչում, բայց որոնք ինչ-որ խորը ձով ծանոթ էին թվում։ Արամը մի կում սուրճ խմեց, կարգի բերելով մտքերը։ Անահիտ, ես հոգոր մարդ չեմ։ Երբեք չեմ եղել։ Ես հավատում եմ տվյալներին, գիտությանը, բաներին, որոնք կարելի է չափել ապացուցել։ Բայց այս ամենը, ինչ կատարվում է, չի տեղավորվում իմ իմացած ոչ մի տրամաբանության մեջ։ Գիտեմ։ Եվ ես էլ եմ պայքարել դրա դեմ։ Փորձել եմ ռացիոնալացնել, փնտրել հոգեբանական բացատրություններ, նույնիսկ Ֆրանսիայում նյարդաբանի եմ դիմել։ Բայց խորքում գիտեի, որ դա ինչ-որ ուրիշ բան է։ Եվ երբ տատիկս 6 ամիս առաջ մահացավ, ես գտա նրա օրագիրը։ Հին օրագիր, երբ նա երիտասարդ էր։ Անահիտը բացեց ուսապարկը, հանեց մաշված, շագանակագույն կաշվե կազմով տետր, որի էջերը դեղնել էին ժամանակից։ Նա դրեց այն սեղանին, երկուսի միջ։ Նա գրել է հավերժական կապերի մասին։ Հոգիների մասին, որոնք դատապարտված են հանդիպելու։ Եվ կա մի հատուկ հատված, որն ինձ շատ է տպավորել։ Անահիտը բացեց օրագիրը, նշված էջում սկսեց բարձրաձայն կարդալ։ Երբ հեղինեն գտնի նրան, ում իր սիրտը ճանաչում է նախքան աչքերը կտեսնեն, նա կիմանա, որ վերադարձել է տուն։ Հոգիները չեն կորչում, պարզապես սպասում են ճիշտ պահին, վերագտնելու համար։ Արամը սրտում սեղմում զգաց։ Նա քո մասին էր խոսում։ Կարծում եմ, այո։ Եվ ավելին կա։ Անահիտը մի քանի էջ թերթեց, Արամին ցույց տվեց հին, սպիտակ լուսանկար, որը փակցված էր օրագրում։ Դա երկու երիտասարդների, մի զույգի լուսանկար էր, ձեռք ձեռքի տված հին եկեղեցու դիմաց։ Սրանք իմ նախատատն ու նախապապն են։ Նրա անունը Հեղինե էր, ինչպես տատիկիսը։ Իսկ նրա անունը Արամ էր։ Արամի գլուխը պտտվեց։ Նա վերցրեց օրագիրը, ուշադիր զննեց լուսանկարը։ Այդ պատկերում կար ինչ-որ անհանգստացնող, մի նույն ժամանակ հանգստացնող բան։ Կարծես ինչ-որ կերպ նա արդեն տեսել էր այդ մարդկանց։ Դու կարծում ես, որ մենք, նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Կրկնություն։ Երկրորդ հնարավորություն։ Չգիտեմ։ Բայց տատիկս միշտ ասում էր, որ որոշ սիրո պատմություններ այնքան հզոր են, որ արձագանքում են ժամանակի միջով։ Որ որոշ հոգիներ դատապարտված են անընդհատ հանդիպելու տարբեր կյանքերում, մինչ որ կարողանան ավարտին հասցնել իրենց ճանապարհորդությունը։ Արամը վերադարձրեց օրագիրը Անահիտին, նրա միտքը մշակում էր այդ բոլոր անհավանական տեղեկությունները։ Եթե սա ճիշտ է, ես չեմ ասում, որ լիովին հավատում եմ, բայց եթե… Ինչու մենք… Ինչ ունենք մենք ավարտելու։ Գուցե դրա համար ենք այստեղ։ Բացահայտելու։ Նրանք ժամերով խոսեցին այդ երեկո։ Արամը պատմեց իր մանկության, ծնողների տրավմատիկ ամուսնալուծության, այն մասին, թե ինչպես սովորեց անվստահություն տածել զգացմունքների նկատմամբ, ապաստան գտնել տրամաբանության բիզնեսի մեջ։
Անահիտը կիսվեց իր սեփական ցավով, ծնողների վաղաժամ կորստով, միայնությամբ, որը կրել էր նույնիսկ տատիկի սիրով շրջապատված, այն մշտական զգացողությամբ, որ ինչ-որ էական բան պակասում է իր կյանքում։ Եվ որքան շատ էին խոսում, այնքան շատ կապեր էին գտնում։ Բացահայտեցին, որ երկուսն էլ մանկության տարիներին նմանատիպ մղձավանջներ են ունեցել։ Որ երկուսն էլ անբացատրելի ձգողություն են զգում քաղաքի որոշակի վայրերի նկատմամբ։ Որ երկուսն էլ սովորություն ունեն արթնանալ առավոտյան ժամը 3-ին, առանց որևէ ակնհայտ պատճառի։ Կարծես մեր կյանքերը կառուցվել են այս պահին միանալու համար, ասաց Անահիտը, գզակը հենելով ձեռքերին։ Բայց ինչ ենք անում սրա հետ, հարցրեց Արամը։ Ինչպես ենք առաջ շարժվում, իմանալով այն ամենը, ինչ գիտենք։ Անահիտը ձեռքը մեկնեց սեղանի վրայով իր մատները միահյուսեց նրա մատներին։ Հպումը ջերմության մտերմության ալիք ուղարկեց Արամի մարմնով։ Կարծում եմ, շարունակում ենք ապրել։ Օր առ օր։ Առանց որևէ բան ստիպելու, բայց նա առանց ժխտելու այն, ինչ զգում ենք։ Նրանք միասին դուրս եկան սրճարանից, քայլելով Սարյանի ծառաշատ փողոցներով, մինչ ары սկսում էր մայր մտնել։ Արամն իրեն ավելի թեթ էր զգում, քան տարիներ շարունակ։ Կարծես մի բեռ, որի մասին նույնիսկ չգիտեր, որ կրում է, վերջապես հանվել էր իր ուսերից։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Մինչ Արամն ու Անահիտը բացահայտում էին այս արտասովոր կապը, այլ ուժեր սկսում էին շարժվել ստվերում։ Լիլիթ Ավետիսյանը, Արամի նախկին ընկերուհին, հաջողակ հասարակայնության հետ կապերի մասնագետ էր, նախանձելի կապերի ցանցով սոցիալական մանիպուլյացիայի բնատուր տաղանդով։ Նա Արամը բաժանվել էին 2 տարի առաջ, մի բաժանում, որը նա երբեք լիովին չէր ընդունել։ Լիլիթը միշտ հավատում էր, որ ի վերջո Արամը կհասկանա, որ ինքն է նրա համար ճիշտ կինը, իդեալական գործընկերը նրան ուղեկցելու բիզնեսի հաջողության աշխարհում։ Երբ սկսեցին լուրեր շրջանառվել Արամի նոր մենեջերի մտերմության մասին, Լիլիթը որոշեց հետաքննել։ Դժվար չէր պարզել, թե ով է Անահիտ Սարգսյանը։ Մի զանգ արմթեք կադրերի բաժնում աշխատող ծանոթին, ռազմավարական ճաշ դժգոհ աշխատակցուհու հետ, Լիլիթն ուներ իրեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Եվ այն, ինչ նա բացահայտեց, խորապես անհանգստացրեց նրան։ Անահիտը ոչ միայն գեղեցիկ հմուտ էր։ Նրա մեջ կար ինչ-որ բան, որն Արամի մեջ արթնացնում էր մի ինտենսիվություն, որը Լիլիթը երբեք չէր կարողացել առաջացնել։ Եվ դա անընդունելի էր։ Լիլիթը սկսեց ծրագիր մշակել։ Եթե չէր կարող Արամին վերադարձնել սիրո ճանապարհով, գուցե կարողանար քաոսի ճանապարհով։ Մինույն ժամանակ, մեկ այլ կերպար անսպասելիորեն մտավ տեսարան։ Դավիթ Կարապետյանը 35 տարեկան իրավաբան, որը մասնագիտացած էր ընտանեկան ժառանգության իրավունքի ոլորտում, հենց նոր էր ստացել մի հետաքրքիր գործ։ Մի տարեց հաճախորդ, նախքան մահանալը, շատ կոնկրետ հրահանգներ էր թողել, թե ինչպես պետք է կատարվի իր կտակը։ Եվ ժառանգներից մեկը մի Անահիտ Սարգսյան անունով կին էր։ Դավիթը շաբաթներ շարունակ փորձում էր գտնել Անահիտին։ Նրա ունեցած տեղեկությունները սահմանափակ էին, միայն այն, որ նա վերջերս էր վերադարձել արտերկրից։ Երբ վերջապես կարողացավ գտնել նրա կոնտակտները այն ընկերության միջոցով, որտեղ նա աշխատում էր, Դավիթը զարմացավ, բացահայտելով, որ ճանաչում է այն մարդուն, ում այդքան երկար փնտրում էր։ Անահիտը Դավիթից զանգ ստացավ ուրբաթ օրվա ամպամած երեկոյան։ Նա իր սենյակում էր արմթեկում, վերանայում էր նախագծի հաշվետվությունները, երբ բջջայինը զանգեց անծանոթ համարից։ Ալո։ Անահիտ Սարգսյան։ Այո, ով է խոսում։ Իմ անունը Դավիթ Կարապետյան է։ Ես իրավաբան եմ, կապ եմ հաստատում ձեզ հետ Հելենա Սարգսյանի կտակի վերաբերյալ։ Անահիտի սիրտը սեղմվեց։ Տատիկիս։ Այո։ Կան մի քանի կարևոր հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք անձամբ։ Դուք հնարավորություն կունենաք հանդիպման համար։ Անահիտը հանդիպումը նշանակեց հաջորդ շաբաթվա սկզբին։ Երբ նա պատմեց Արամին զանգի մասին, նա առաջարկեց ուղեկցել նրան։ Դու պարտավոր չես դա անել, ասաց նա։ Դա ընտանեկան հարց է։ Գիտեմ, որ պարտավոր չեմ, պատասխանեց Արամը, բռնելով նրա ձեռքերը։ Բայց ես ուզում եմ։ Եթե դա կարևոր է քեզ համար, դա կարևոր է նա ինձ համար։ Նշանակված օրը Արամն ու Անահիտը ժամանեցին Դավիթի գրասենյակ, որը գտնվում էր Հանրապետության հրապարակի մոտ գտնվող էլեգանտ շենքում։ Իրավաբանը նրանց դիմավորեց պրոֆեսիոնալ արտահայտությամբ, բայց նրա աչքերում, երբ նայում էր Անահիտին, կար ինչ-որ ճանաչման նշույլ։
Շնորհակալ եմ, որ եկաք, ասաց Դավիթը, ցույց տալով աթոռները իր սեղանի դիմաց։ Գիտեմ, որ սա կարող է տարօրինակ թվալ, բայց ես տեղեկություններ ունեմ, որոնք կփոխեն ձեր պատկերացումները շատ բաների մասին։ Անահիտը թեքվեց առաջ։ Ինչ տեսակի տեղեկություններ։ Դավիթը բացեց թղթապանակը, հանեց մի քանի փաստաթղթեր։ Նախ, պետք է հաստատեմ որոշ տվյալներ։ Անահիտ Սարգսյան, Մարինա Սարգսյանի Հովհաննես Անտոնյանի դուստր, ճիշտ է։ Այո։ Ապա պետք է ձեզ տեղեկացնեմ մի բան, որը հավանաբար ցնցում կլինի։ Դավիթը դադար տվեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Անահիտ, դու եղբայր ունես։ Հոր կողմից։ Ես։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Անահիտը գունատվեց, նրա ձեռքերը բռնեցին աթոռի բազուկները։ Արամը ձեռքը դրեց նրա մեջքին, աջակցության նշան։ Դա չի կարող ճիշտ լինել, վերջապես կարողացավ ասել Անահիտը։ Հայրս երբեք չի նշել մեկ այլ երեխայի մասին։ Նա չգիտեր, բացատրեց Դավիթը, նրա ձայնը փափուկ էր, բայց հաստատուն։ Մայրս կարճատ հարաբերություններ է ունեցել Հովհաննես Անտոնյանի հետ, նախքան նա կհանդիպեր ձեր մորը։ Երբ նա իմացավ, որ հղի է, նա արդեն նշանված էր։ Նա որոշեց ինձ միայնակ մեծացնել, երբեք նրան չպատմեց իմ մասին։ Բայց ինչպես գիտես դու դա։ Ինչպես ես վստահ։ Դավիթը սեղանի վրայով փոխանցեց ավելի շատ փաստաթղթեր։ Դնթ թեստ։ Հիվանդանոցային գրառումներ։ Հին լուսանկարներ։ Ամեն ինչ այստեղ է։ Ես ճշմարտությունը բացահայտեցի ընդամենը 2 տարի առաջ, երբ մայրս պատմեց ինձ մահվան մահճում։ Եվ այդ ժամանակվանից փորձում եմ գտնել քեզ։ Անահիտը դողացող ձեռքերով թերթում էր փաստաթղթերը, նրա աչքերը լցվում էին արցունքներով։ Ինչու տատիկս ինձ երբեք ոչինչ չի ասել։ Նա գիտեր, բացահայտեց Դավիթը։ Տատիկդ իմ գոյության մասին իմացել է մի քանի տարի առաջ։ Նա փնտրել է ինձ, մենք մի քանի անգամ հանդիպել ենք։ Եվ նա էր, որ խնդրեց ինձ սպասել մինչ ճիշտ պահը, քեզ բացահայտվելու համար։ Իսկ կտակը, հարցրեց Արամը, նրա ձայնը պաշտպանողական էր։ Դավիթը ուղիղ նայեց Անահիտին։ Տատիկը շատ կոնկրետ հրահանգներ է թողել։ Կա մի սեփականություն հին տուն Դիլիջանում, որը սերունդներ շարունակ պատկանել է ընտանիքին։ Կտակում նա այդ սեփականության փոխանցումը պայմանավորում է մի կոնկրետ իրադարձությամբ։ Ինչ իրադարձությամբ։ Որ դու գտնես քո ճանապարհը դեպի տուն։ Եվ որ դա անելով քեզ հետ բերես նրան, ում քո սիրտը ճանաչել է նախքան աչքերը կտեսնեն։ Դավիթը նայեց Արամին։ Նրա բառերն են, ոչ թե իմ։ Անահիտը դեմքը փակեց ձեռքերով, արցունքները հոսում էին մատների արանքից։ Արամը նրան գրկեց, մշակելով այդ բացահայտման հետանքները։ Անահիտի տատիկը ոչ միայն կանխատեսել էր նրանց հանդիպումը, այլ ինչ-որ կերպ կազմակերպել էր հանգամանքները, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի։ Ավելին կա, շարունակեց Դավիթը։ Տունը պարունակում է փաստաթղթեր, օրագրեր, ընտանիքի պատմական գրառումներ։ Տատիկդ հավատում էր, որ դուք այնտեղ պատասխաններ կգտնեք։ Պատասխաններ ձեր կապի, երազների, այն ամենի մասին, ինչ կատարվում է։ Երբ նրանք դուրս եկան Դավիթի գրասենյակից, Անահիտը տեսանելիորեն ցնցված էր։ Արամը նրան տարավ մոտակա այգի, որտեղ նրանք նստեցին մի սաղարթախիտ ծառի տակ գտնվող նստարանին։ Ես եղբայր ունեմ, մրմնջաց նա, դեռ փորձելով ընկալել։ Եվ տատիկս գիտեր։ Նա գիտեր ամեն ինչ։ Նա փորձում էր քեզ պաշտպանել, մեղմ ասաց Արամը։ Եվ գուցե քեզ պատրաստել այս պահին։ Բայց ինչու՞։ Ինչու այս ամբողջ առեղծվածը։ Ինչու ինձ ճշմարտությունը չպատմել, քանի դեռ կենդանի էր։ Գուցե որովհետև դու պետք է ինքդ բացահայտեիր։ Գուցե որովհետև որոշ ճշմարտություններ իմաստ են ստանում միայն ճիշտ պահին։ Անահիտը հենվեց նստարանին, նայելով երկնքին, որը սկսում էր մթնել։ Իմ ամբողջ կյանքը կառուցվել է գաղտնիքների վրա։ Գաղտնիքներ, որոնք տատիկս պահել է, որոնց մասին հայրս երբեք չի իմացել, որոնք ես դատապարտված էի բացահայտելու։ Եվ հիմա դու կաս։ Դու այս անհնարին երազները։ Դու այս կապը, որը մարտահրավեր է նետում այն ամենին, ինչ ես կարծում էի, թե գիտեմ աշխարհի մասին։ Արամը վերցրեց նրա ձեռքը, մոտեցրեց իր շուրթերին, մեղմ համբուրելով։ Ապա եք բացահայտենք միասին։ Գնանք այդ տուն, կարդանք այդ օրագրերը, գտնենք պատասխանները։
Որովհետ անկախ նրանից, թե ինչ կգտնենք այնտեղ, մի բան ես հաստատ գիտեմ։ Ինչ։ Որ ես թույլ չեմ տա, որ դու դրան դիմակայես միայնակ։ Երբեք այլս։ Եվ այնտեղ Երանի աստղազարդ երկնքի տակ, շուրջ բոլորը քաղաքի ձայներով, Արամն ու Անահիտը լուռ համաձայնության եկան։ Անկախ նրանից, թե ինչ կբացահայտեր անցյալը, կամ ինչ մարտահրավերներ կբերեր ապագան, նրանք ամեն ինչին կդիմակայեին միասին։ Որովհետ որոշ կապեր չափազանց ամուր են, որպեսզի խզվեն, նույնիսկ ժամանակի, նույնիսկ մահվան, նույնիսկ ամենախորը գաղտնիքների կողմից, որոնք կարող է պահել մի ընտանիք։ Դիլիջանի տուն այցելելու որոշումը կայացվեց հաջորդ շաբաթ օրը։ Արամը չեղարկեց իր բոլոր հանգստյան օրերի պարտավորությունները, ինչը նա հազվադեպ էր անում, իսկ Անահիտը խնդրեց Դավիթին ուղեկցել իրենց։ Ի վերջո, նա նույնպես այդ ընտանեկան պատմության մի մասն էր, թեկուզ վերջերս բացահայտված։ Նրանք պայմանավորվեցին Երանից շուտ դուրս գալ, քաղաքի խցանումներից խուսափելու համար։ Առավոտյան ժամը 7-ին Արամն արդեն Անահիտի շենքի դիմաց էր իր մեքենայով, հարմարավետ ամենագնացով, որն իդեալական կլիներ դեպի մարզեր 3 ժամվա ճանապարհորդության համար։ Դավիթը մի քանի րոպե անց ժամանեց, իր հետ բերելով փաստաթղթերով թղթապանակ։ Սեփականության բանալիները։ Ճանապարհորդությունն անցավ խորհրդածական լռության մեջ։ Անահիտը նայում էր պատուհանից, դիտելով, թե ինչպես է քաղաքային լանդշաֆտը աստիճանաբար փոխարինվում կանաչ դաշտերով, փոքր քաղաքներով։ Արամը ուշադիր վարում էր, երբեմն անհանգստությամբ նայելով նրան։ Դավիթը, հետի նստատեղին, վերանայում էր թղթեր, երբեմն նշումներ անում։ Տունը գտնվում է Դիլիջանում, վերջապես խախտեց լռությունը Դավիթը։ Լեռնային շրջան է, հայտնի իր զով կլիմայով, պատմական շինություններով։ Ընտանեկան տունը մի փոքր հեռու է կենտրոնից, ավելի գյուղական տարածքում։ Դու եղել ես այնտեղ, հարցրեց Անահիտը։ Մի անգամ, տատիկիդ հետ։ Մոտ 1 տարի առաջ էր, նախքան նրա հիվանդանալը։ Նա ուզում էր ինձ ցույց տալ վայրը, պատմել ընտանիքի պատմության մասին։ Կարճ, բայց տպավորիչ այցելություն էր։ Իսկ ինչ պատմեց նա քեզ։ Դավիթը տատանվեց պատասխանելուց առաջ։ Նա ասաց, որ այդ տունը պահում է բազմաթիվ սերունդների հիշողություններ, որ կան սիրո, կորստի, դժվար ընտրությունների պատմություններ։ Եվ որ մի օր, երբ դու պատրաստ լինես, կբացահայտես, որ անցյալն ու ներկան ավելի շատ են կապված, քան մենք պատկերացնում ենք։ Երբ նրանք մոտենում էին նպատակակետին, բնապատկերը գնալով ավելի գեղեցիկ էր դառնում։ Անտառապատ լեռներ, ոլորապտույտ ճանապարհներ, գաղութային ճարտարապետությամբ հին տներ։ Դիլիջանն այն քաղաքներից էր, որոնք կարծես կանգ էին առել ժամանակի մեջ, որտեղ բոլորը միմյանց ճանաչում էին, ավանդույթները դեռ հարգվում էին։ Տունը գտնվում էր բլրի գագաթին, որին կարելի էր հասնել հողե ճանապարհով, որը օձի պես գալարվում էր դարավոր ծառերի միջով։ Երբ նրանք վերջապես հասան կրած երկաթե դարպասին, Անահիտը սրտում սեղմում զգաց։ Այդ վայրում կար ինչ-որ խորապես ծանոթ բան, կարծես նա արդեն եղել էր այնտեղ, թե գիտեր, որ երբեք չի այցելել այդ սեփականությունը։ Արամը կայանեց մեքենան, երեքն էլ իջան, դիտելով արջի շինությունը։ Դա մեծ, գաղութային ոճի տուն էր, սպիտակ պատերով, կապույտ ներկված փայտե պատուհաններով։ Վայրի այգի էր շրջապատում սեփականությունը, վայրի ծաղիկներով, պտղատու ծառերով, որոնք ազատորեն աճել էին կանոնավոր խնամքի բացակայության պայմաններում։ Գեղեցիկ է, մրմնջաց Անահիտը, քայլելով դեպի գլխավոր դուռը։ Դավիթը հին բանալիով բացեց դուռը, նրանք մտան լայն նախասրահ, փայտե տախտակներով հատակով, որը ճռճռում էր նրանց քայլերի տակ։ Օդը լի էր Բորբոսի հիշողությունների հոտով, բայց վայրում կար մի հանգստացնող զգացողություն, կարծես տունը սպասում էր նրանց։ Գլխավոր սենյակում հին կահույք կար, ծածկված սպիտակ սավաններով։ Մի պատին քարե բուխարի կար, մյուսին փոշոտ գրքերով լի դարակներ, ամենուր կախված էին հին լուսանկարներ։ Անահիտը դանդաղ քայլում էր, կլանելով յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր զգացողություն։ Ես եղել եմ այստեղ, հանկարծ ասաց նա, նրա ձայնը դողում էր։ Ես ճանաչում եմ այս վայրը։ Արամը մոտեցավ նրան։ Ինչպես թե։ Երազներում։ Այս վայրը հայտնվում է իմ երազներում։ Ես ինձ տեսնում եմ այստեղ, քայլելիս այս սենյակներով, նստած այն բազկաթոռին բուխարու մոտ։ Ինչպես է դա հնարավոր։ Դավիթը, որը զննում էր պատի լուսանկարները, գրավեց նրանց ուշադրությունը։ Դուք պետք է սա տեսնեք։ Նրանք միացան նրան մի մեծ լուսանկարի դիմաց, որը շրջանակված էր մուգ փայտով։
Դա հին լուսանկար էր, հավանաբար 50-ական թվականների, որտեղ պատկերված էր մի երիտասարդ զույգ։ Կինը հագել էր երկար սպիտակ զգեստ, տղամարդը մուգ կոստյում։ Նրանք ձեռք ձեռքի տված կանգնած էին հենց այս տան դիմաց, ժպտալով տեսախցիկին։ Սրանք ձեր նախատատն ու նախապապն են, բացատրեց Դավիթը։ Հեղինեն Արամը։ Նմանությունը տպավորիչ է։ Եվ իսկապես այդպես էր։ Լուսանկարի կինը նման գծեր ուներ Անահիտին, նույն խորը աչքերը, նույն զուսպ ժպիտը։ Իսկ տղամարդը թե ակնհայտորեն այլ դարաշրջանից ուներ դիմագծեր, որոնք թույլ կերպով հիշեցնում էին Արամին։ Սա գնալով ավելի տարօրինակ է դառնում, մրմնջաց Արամը, չկարողանալով հայացքը կտրել լուսանկարից։ Տեսնենք, թե էլ ինչ կա այստեղ, առաջարկեց Դավիթը։ Տատիկդ ասել է, որ ամենակարևորը գլխավոր ննջասենյակում է, երկրորդ հարկում։ Նրանք բարձրացան փայտե սանդուղքով, յուրաքանչյուր աստիճանը տնքում էր ծանրության տակ։ Երկրորդ հարկի միջանցքում մի քանի դռներ կային, բայց Դավիթը նրանց ուղղորդեց ուղիղ դեպի վերջինը, ամենամեծը։ Գլխավոր ննջասենյակը ընդարձակ էր, կենտրոնում հին երկտեղանոց մահճակալ, ամուր փայտից պահարան գրասեղան, տեղադրված պատուհանի մոտ, որից տեսարան էր բացվում դեպի լեռները։ Բայց այն, ինչ իսկապես գրավեց ուշադրությունը, գրասեղանի կողքի դարակն էր, լի հին օրագրերով, տետրերով, դասավորված ժամանակագրական կարգով։ Տատիկդ խնդրել է, որ դու սրանք կարդաս, ասաց Դավիթը, վերցնելով ամենահին օրագիրը դարակից։ Նա ասել է, որ այստեղ դու կգտնես քո փնտրած պատասխանները։ Անահիտը դողացող ձեռքերով վերցրեց օրագիրը։ Կազմը մաշված շագանակագույն կաշվից էր, վրան փորագրված էր ամսաթիվ 1948։ Նա բացեց առաջին էջը, սկսեց բարձրաձայն կարդալ։ Այսօր ես, Հեղինե Սարգսյանս, սկսում եմ իմ պատմությունը այս օրագրում։ Ես 19 տարեկան եմ, հենց նոր եմ հանդիպել այն տղամարդուն, ում բացարձակ վստահությամբ գիտեմ, որ իմ բոլոր կյանքերի սերն է։ Նրա անունը Արամ Մանուկյան է, 22 տարեկան, երբ մեր հայացքները առաջին անգամ հանդիպեցին, կարծես ժամանակը կանգ առավ։ Ես նրան ճանաչում էի։ Չեմ կարող բացատրել ինչպես, բայց ես նրան ճանաչում էի։ Եվ նա ինձ ճանաչում էր նույնպես։ Բառերը կարծես արձագանքում էին ժամանակի միջով։ Անահիտը շարունակեց կարդալ, նրա ձայնը գնալով ավելի հուզված էր դառնում։ Մայրս ինձ պատմել է մեր ընտանիքի հին պատմությունները։ Պատմություններ կանանց մասին, որոնք երազում տեսել են իրենց սիրելիներին, նախքան նրանց հանդիպելը։ Պատմություններ հոգիների մասին, որոնք հանդիպում են կյանքից կյանք, փորձելով ավարտին հասցնել մի ճանապարհորդություն, որն ընդհատվել է անցյալում։ Ես միշտ մտածել եմ, որ դրանք պարզապես հեքիաթներ են, ավելի միամիտ դարաշրջանի ռոմանտիկ երակայություններ։ Բայց հիմա գիտեմ, որ դրանք ճշմարիտ են։ Որովհետև ես երազում տեսել եմ Արամին ամիսներ շարունակ, նախքան մեր հանդիպումը։ Արամը նստեց մահճակալին, մշակելով այդ բառերը։ Նույն բանն է։ Ճիշտ նույն բանը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ Անահիտը թերթեց էջերը, ցածր ձայնով կարդալով հատվածներ, մինչ որ կանգ առավ մի կոնկրետ գրառման վրա, թվագրված 1951 թվականով։ Մայրս այսօր ինձ մի գաղտնիք բացահայտեց։ Նա ասաց, որ մեր ընտանիքը կրում է հին պատմություն, սիրո պատմություն, որը դաժանորեն ընդհատվել է բազմաթիվ սերունդներ առաջ։ Երկու ընտանիք, Սարգսյաններն ու Մանուկյանները, ներգրավված են եղել դառը թշնամության մեջ։ Եվ այդ թշնամության մեջ երկու երիտասարդներ սիրահարվել են։ Մարիամ Սարգսյանը, Հովհաննես Մանուկյանը։ Բայց ընտանիքները թույլ չեն տվել միությունը։ Նրանց բռնի բաժանել են, երկուսին էլ ստիպել են ամուսնանալ այլ մարդկանց հետ։ Անահիտը դադար տվեց, խորը շունչ քաշելով, նախքան շարունակելը։ Մարիամը կարճ ժամանակ անց մահացել է տխրությունից, իսկ Հովհաննեսը երբեք չի վերականգնվել կորստից։ Ընտանեկան լեգենդն ասում է, որ նախքան հեռանալը, Մարիամը խոստում է տվել։ Նա ասել է, որ իր սերը Հովհաննեսի նկատմամբ այնքան ուժեղ է, որ կգերազանցի մահը։ Որ նրանք նորից կհանդիպեն, այլ կյանքերում, այլ ժամանակներում, մինչ որ վերջապես կարողանան միասին լինել։ Եվ որ Սարգսյանների Մանուկյանների ընտանիքների յուրաքանչյուր ժառանգ կկրի այդ վերամիավորման հնարավորությունը։ Հաջորդած լռությունը խորն էր։ Երեքն էլ կանգնած էին այնտեղ, հին ննջասենյակում, մշակելով այդ բացահայտման ծանրությունը։ Ուրեմն սա է, վերջապես ասաց Արամը։ Մենք դարեր առաջ սկսված պատմության շարունակությունն ենք։ Այդպես է թվում, համաձայնեց Անահիտը, փակելով օրագիրը։
Եվ տատիկս այս ամենը գիտեր ամբողջ ընթացքում։ Դրա համար էլ նա չզարմացավ, երբ ես նրան պատմեցի երազների քո մասին։ Նա սպասում էր դրան։ Դավիթը դարակից վերցրեց մեկ այլ, ավելի նոր օրագիր։ Սա տատիկիդն է։ Վերջինը, որ նա գրել է, իր մահից մի քանի ամիս առաջ։ Անահիտը հարգանքով բացեց տատիկի օրագիրը։ Էջերը լի էին ծանոթ, հաստատուն էլեգանտ ձեռագրով։ Նա գտավ վերջին գրառումը, սկսեց կարդալ. Իմ սիրելի Անահիտ, եթե դու սա կարդում ես, նշանակում է, որ իմ ժամանակն այստեղ ավարտվել է, իսկ քո իսկական սկիզբը նոր է սկսվում։ Ես գիտեի, դեռ երբ դու փոքր էիր, որ դու յուրահատուկ ես։ Որ քո մեջ կրում ես սերունդներով փոխանցվող վերքը բուժելու հնարավորությունը։ Երբ դու սկսեցիր ինձ պատմել անծանոթ տղամարդու մասին երազներիդ մասին, ես հասկացա, որ պահը մոտ է։ Անահիտը ստիպված էր դադար տալ, սրբելով դեմքով հոսող արցունքները։ Արամը մոտեցավ, ձեռքը գցեց նրա ուսերին։ Մի վախեցիր նրանից, ինչ զգում ես, թոռնիկս։ Իսկական սերը, այն, որը գերազանցում է կյանքերը, կարող է վախեցնող թվալ հենց այն պատճառով, որ այդքան խորն է։ Բայց դա նա ամենաթանկ բանն է, որ գոյություն ունի։ Արամը ոչ միայն այն տղամարդն է, ում դու կսիրես այս կյանքում։ Նա քո հոգու մյուս կեսն է, նա, ում դու փնտրել ես երազներում, նա, ով քեզ է փնտրել նույնպես։ Միասին դուք հնարավորություն ունեք ավարտին հասցնել մի պատմություն, որն ընդհատվել է այսքան երկար ժամանակ առաջ։ Անահիտը փակեց օրագիրը, սեղմեց այն կրծքին, հեկեկալով։ Արամը նրան ամուր գրկեց, զգալով, թե ինչպես են իր սեփական զգացմունքները հորթում։ Դավիթը, հարգելով պահը, զգուշորեն դուրս եկավ սենյակից։ Ամեն ինչ իմաստ ստացավ հիմա, ասաց Անահիտը հեկեկոցների միջից։ Երազները, ակնթարթային ճանաչումը, այս զգացողությունը, որ ես քեզ վաղուց ճանաչում եմ։ Մենք խելագար չենք, Արամ։ Սա իրական է։ Գիտեմ, շնջաց նա, համբուրելով նրա գլուխը։ Եվ ես այլս չեմ վախենում։ Կարևոր չէ, թե ինչ է ասում անցյալը, կարևոր չէ, թե ինչին պատմություններ ենք մենք կրկնում։ Կարևորն այն է, որ մենք այստեղ ենք, հիմա, միասին։ Եվ այս անգամ ոչ ոք մեզ չի բաժանի։ Նրանք օրվա մնացած մասն անցկացրին տունն ուսումնասիրելով, ավելի շատ օրագրեր կարդալով, հին լուսանկարներ, սիրային նամակներ գտնելով փոշոտ սնդուկներում։ Յուրաքանչյուր բացահայտումս մեկ շերտ էր ավելացնում այն բարդ պատմությանը, որը նրանց բերել էր այստեղ։ Երեկոյան երեքով նստեցին այգում, մի հին ծառի տակ, որը հավանաբար 100 տարուց ավելի էր։ Արը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Հիմա ինչ եք անելու, հարցրեց Դավիթը, խախտելով խորհրդածական լռությունը։ Անահիտը նայեց Արամին, որը ամուր բռնել էր նրա ձեռքը։ Ապրելու ենք։ Պատվելու ենք այս կապը, այս սերը, որն անցել է այսքան ժամանակի միջով, մեզ գտնելու համար։ Բայց մենք դա անելու ենք մեր ձով, ստեղծելով մեր սեփական պատմությունը։ Իսկ աշխատանքը, պնդեց Դավիթը։ Դուք միասին եք աշխատում։ Դա կարող է բարդացնել իրավիճակը։ Արամը հոգոց հանեց։ Գիտեմ։ Եվ մենք պետք է դրա հետ գործ ունենանք։ Բայց ես չեմ թաքցնելու այն, ինչ զգում եմ։ Չեմ ձացնելու, թե Անահիտը պարզապես մեկ աշխատակից է, երբ նա ակնհայտորեն շատ ավելին է։ Մարդիկ կխոսեն, զգուշացրեց Դավիթը։ Թող խոսեն, պատասխանեց Անահիտը, զարմացնելով ինքն իրեն ձայնի հաստատակամությունից։ Ես կյանքիս մեծ մասն անցկացրել եմ, փորձելով համապատասխանել ակնկալիքներին, փորձելով լինել այն, ինչ ուրիշներն էին սպասում։ Բայց հիմա ես գտել եմ ինչ-որ իրական, ինչ-որ ճշմարիտ բան։ Եվ ես դա դեն չեմ նետի, վախենալով, թե ուրիշներն ինչ կմտածեն։ Երբ նրանք այդ գիշեր վերադարձան երան, երեքն էլ փոխված էին։ Դավիթը քույր ընտանիք էր ձեռք բերել։ Անահիտը գտել էր պատասխաններ հարցերի, որոնց մասին նույնիսկ չգիտեր, որ պետք է տա։ Իսկ Արամը միշտ այդքան թերահավատ ռացիոնալ բացել էր իր սիրտը մի ճշմարտության առաջ, որը մարտահրավեր էր նետում ողջ տրամաբանությանը, բայց որն ավելի իրական էր, քան ցանկացած տվյալ կամ վիճակագրություն, որը նա երբևէ վերլուծել էր։ Բայց եթե նրանք մտածում էին, որ բացահայտումներն ավարտվել են, սխալվում էին։ Որովհետև մինչ նրանք բացահայտում էին անցյալի ճշմարտությունները, ներկան պատրաստվում էր ներկայացնել իր սեփական մարտահրավերները։ Հաջորդ երկուշաբթի, երբ Արամը ժամանեց գրասենյակ, գտավ Տիգրանին իր սենյակում, անհանգիստ արտահայտությամբ։ Մենք պետք է խոսենք, առանց նախաբանի ասաց Տիգրանը։ Ինչ է պատահել։
Լիլիթը հարցեր է տալիս քո Անահիտի մասին։ Նա զանգել է որոշ հաճախորդների, ակնարկելով, որ ընկերությունում անպատշաճ հարաբերություններ են տեղի ունենում։ Նա լուրեր է տարածել, որ բիզնես որոշումների վրա ազդում է անձնական կապը։ Արամը զայրույթ զգաց։ Նա իրավունք չունի։ Տեխնիկապես, նա ոչ մի անօրինական բան չի անում։ Բայց նա վնասում է ընկերության ձեր երկուսի հեղինակությանը։ Որոշ ներդրողներ արդեն զանգել են, պարզաբանումներ պահանջելով։ Իսկ դու ինչ ասացիր։ Որ մենք պահպանում ենք պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր չափանիշները, որ աշխատակիցների անձնական հարցերը հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում։ Տիգրանը դադար տվեց։ Բայց Արամ, դու պետք է որոշես, թե ինչպես ես վարվելու սրա հետ։ Եթե քո հարաբերությունները Անահիտի հետ լուրջ են, գուցե ժամանակն է դրանք պաշտոնական դարձնել, հստակ սահմաններ դնել պրոֆեսիոնալի անձնականի միջ։ Արամը գիտեր, որ ընկերը ճիշտ է։ Նա այնքան ժամանակ էր անցկացրել, բացահայտելով իր կապի խորությունը Անահիտի հետ, որ չէր մտածել այդ կապի գործնական հետանքների մասին իրական աշխարհում։ Այդ երեկո նա հանդիպում նշանակեց Անահիտի հետ իր սենյակում։ Երբ նա ներս մտավ, նա տեսավ անհանգստություն նրա աչքերում։ Դու արդեն լսել ես, հաստատեց նա, ոչ թե հարցրեց։ Լուրերի մասին։ Այո։ Մի գործընկերուհի ինձ պատմեց, որ Լիլիթը փորձում է խնդիրներ ստեղծել։ Արամը վեր կացավ, մոտեցավ նրան։ Անահիտ, ես չեմ ուզում, որ դու քեզ ճնշված կամ անհարմար զգաս այստեղ։ Եթե կարծում ես, որ ավելի լավ է դու աշխատես մեկ այլ ընկերությունում, ես կհասկանամ։ Դու ինձ խնդրում ես հեռանալ։ Ոչ։ Բնավ։ Ես պարզապես չեմ ուզում, որ դու տուժես մեր կապի պատճառով։ Չեմ ուզում, որ քո կարիերան վնասվի, որովհետև մարդիկ չեն հասկանում, թե ինչ ունենք մենք։ Անահիտը վերցրեց նրա ձեռքերը։ Արամ, ես չեմ փախչելու։ Ոչ այս անգամ, ոչ այն ամենից հետո, ինչ մենք բացահայտել ենք։ Այո, սա բարդ է։ Այո, մարդիկ կխոսեն։ Բայց ես թույլ չեմ տա, որ վախը կամ ուրիշների կարծիքը ոչնչացնեն մի բան, որն այդքան թանկ է։ Ապա ինչ ենք անում։ Դիմակայում ենք։ Միասին։ Գուցե ժամանակն է թափանցիկ լինել մեր հարաբերությունների մասին։ Ոչ թե սկանդալային ձով, այլ հստակ պրոֆեսիոնալ։ Հաստատել, որ այո, հարաբերություններ կան, բայց դա չի ազդում մեր մասնագիտական որոշումների վրա։ Արամը նրան գրկեց, անսահման երախտագիտություն զգալով իր կողքին այդքան ուժեղ մարդ ունենալու համար։ Դու վստահ ես։ Բացարձակապես։ Հաջորդ օրերին Արամն ու Անահիտը աշխատեցին մարդկային ռեսուրսների բաժնի հետ, հստակ արձանագրություն սահմանելու համար։ Անահիտին կտեղափոխեին մի բաժին, որտեղ նա ուղղակիորեն չէր ենթարկվի Արամին, վերացնելով ցանկացած ուղղակի շահերի բախում։ Նրանք պաշտոնական հայտարարություն կանեին իրենց հարաբերությունների մասին, ընդգծելով, որ պահպանում են պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր չափանիշները։ Բայց Լիլիթը պատրաստ չէր այդքան հեշտ հանձնվելու։ Երբ նրա փորձերը վարկաբեկելու նրանց հեղինակությունը լուրերի միջոցով ձախողվեցին, նա որոշեց ավելի ուղղակի մոտեցում որդեգրել։ Չորեքշաբթի երեկո էր, երբ Անահիտը անանուն էլեկտրոնային նամակ ստացավ։ Չկար ճանաչելի ուղարկող, միայն մի տարօրինակ հասցե, որը կարծես ավտոմատ կերպով էր գեներացվել։ Թեման ասում էր միայն ճշմարտությունը Արամ Մանուկյանի մասին։ Սիրտը սեղմված, Անահիտը բացեց նամակը։ Ներսում կային Արամի Լիլիթի մի քանի լուսանկարներ, անցյալի մտերմիկ պահերից, որոնք ուղեկցվում էին մի հաղորդագրությամբ։ Դու կարծում ես, թե ճանաչում ես նրան։ Դու ոչինչ չգիտես։ Նա միշտ վերադառնում է ինձ մոտ։ Դա ընդամենը ժամանակի հարց է։ Անահիտը անապահովության ալիք զգաց, որը չէր զգացել շաբաթներ շարունակ։ Ռացիոնալորեն նա գիտեր, որ այդ լուսանկարները հին են, նախքան իր Արամի ծանոթանալը։ Բայց հաղորդագրության մեջ, այն ձի մեջ, որով այն գրված էր, կար ինչ-որ բան, որը կասկածի սերմ ցանեց նրա մտքում։ Նա այդ գիշեր չնշեց նամակի մասին Արամին։ Բայց նա նկատեց, որ ինչ-որ բան փոխվել է, որ նա ավելի հեռու է, ավելի լուռ։ Ինչ-որ բան է պատահել, հարցրեց նա, երբ ընթրում էին Սարյան փողոցի ճապոնական ռեստորանում։ Ոչ, ամեն ինչ լավ է, ստեց նա, ստիպելով իրեն ժպտալ։ Բայց Արամն արդեն չափազանց լավ էր ճանաչում նրան։ Նա վերցրեց նրա ձեռքը սեղանի վրայից։ Անահիտ, մենք խոստացել ենք ազնիվ լինել միմյանց հետ։ Ինչն է քեզ անհանգստացնում։
Նա հոգոց հանեց վերցրեց հեռախոսը, ցույց տալով նրան նամակը։ Արամը կարդաց հաղորդագրությունը, նրա արտահայտությունը գնալով ավելի մռայլ էր դառնում։ Սա Լիլիթի գործն է, վստահորեն ասաց նա։ Նա փորձում է մեզ բաժանել միակ ձով, որով դեռ կարող է փորձել կասկածներ անապահովություն սերմանելով։ Գիտեմ, որ լուսանկարները հին են, ասաց Անահիտը, նրա ձայնը թույլ էր։ Բայց հաղորդագրությունն ինձ անհանգստացրեց։ Այն միտքը, որ դու կարող ես վերադառնալ նրա մոտ։ Անահիտ, նայիր ինձ։ Արամը վերցրեց նրա դեմքը ձեռքերի մեջ։ Ես չեմ վերադառնալու Լիլիթի մոտ։ Երբեք։ Այն, ինչ մենք ունեինք, մակերեսային էր, հիմնված հարմարավետության սոցիալական ակնկալիքների վրա։ Բայց դու ուրիշ ես։ Դու իմ հոգին ես, իմ էությունը, իմ տունը։ Ինչպես կարող էի վերադառնալ որևէ մեկի մոտ, երբ վերջապես գտել եմ միակին, որը լիարժեք է դարձնում իմ սիրտը։ Արցունքները հոսեցին Անահիտի դեմքով։ Ես պարզապես վախենում եմ քեզ կորցնելուց։ Հիմա, երբ գտել եմ քեզ, առանց քեզ լինելու միտքն անտանելի է։ Դու ինձ չես կորցնի։ Երբեք։ Այս կյանքում, բոլոր նախորդ կյանքերում, բոլոր ապագա կյանքերում, ես միշտ քեզ կգտնեմ։ Որովհետև դա է այն, ինչ անում են կապված հոգիները։ Նրանք գտնում են իրար, միշտ։ Եվ այնտեղ, Երանի այդ աշխույժ ռեստորանում, շրջապատված մարդկանցով, որոնք գաղափար չունեին այն պահի խորության մասին, որին ականատես էին լինում, Արամն ու Անահիտը խոստում տվեցին։ Անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կդներ աշխարհը նրանց ճանապարհին, անկախ նրանից, թե ինչ մարդիկ կփորձեին բաժանել նրանց, նրանք միասին կմնային։ Որովհետև որոշ կապեր չափազանց ամուր են, որպեսզի խզվեն, որոշ պատմություններ չափազանց կարևոր են, որպեսզի անավարտ մնան, որոշ սերեր չափազանց հավերժական են, որպեսզի ոչնչացվեն ժամանակավոր վախերով։ Հաջորդ ամիսները լարված էին այնպես, ինչպես Արամը երբեք չէր զգացել։ Նա սովորում էր հավասարակշռել ռացիոնալ վերահսկվող կողմը, որը միշտ գերիշխել էր իր կյանքում, այս նոր զգացմունքային տարածքի հետ, որն արթնացրել էր Անահիտը։ Եվ դա հեշտ չէր։ Օրեր կային, երբ նա իրեն բռնում էր ամեն ինչ կասկածի տակ դնելիս, պայքարելով տարիների պայմանավորվածության դեմ, որն ասում էր նրան չվստահել, լիովին չհանձնվել։ Բայց Անահիտը միշտ այնտեղ էր, համբերատար հաստատակամ, հիշեցնելով նրան, որ նա պարտավոր չէ ունենալ բոլոր պատասխանները, որ զգալը նորմալ է, որ խոցելի լինելը նորմալ է։ Ընկերությունը շարունակում էր աճել։ Նրանց հարաբերությունները այժմ հանրային պաշտոնականացված կորպորատիվ նորմերի շրջանակներում, սկզբնական շրջանում որոշ բամբասանքների տեղիք էին տվել, բայց ժամանակի ընթացքում մարդիկ սովորեցին։ Անահիտը օրեցօր ապացուցում էր իր մասնագիտական արժեքը, ներկայացնելով բացառիկ նախագծեր, որոնք կասկածի տեղիք չէին թողնում նրա հմտությունների վերաբերյալ։ Իսկ Արամը իր հերթին պահպանում էր պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր չափանիշները, երբեք չխառնելով բիզնես որոշումները անձնական զգացմունքների հետ։ Լիլիթը ի վերջո հրաժարվեց իր դիվերսիոն փորձերից։ Տեսնելով, որ իր ջանքերն ապարդյուն են իրականում միայն ամրապնդում են Արամի Անահիտի հարաբերությունները, նա որոշեց առաջ շարժվել։ Մի քանի շաբաթ անց իմացան, որ նա աշխատանքի առաջարկ է ընդունել մեկ այլ քաղաքում, մի նոր սկիզբ, որը գուցե հենց այն էր, ինչ նրան պետք էր։ Դավիթը դարձել էր նրանց կյանքի մշտական ներկայությունը։ Եղբայրը, որի գոյության մասին Անահիտը երբեք չգիտեր, դարձավ հավատարիմ ընկեր արժեքավոր խորհրդատու։ Նա նրա հետ կիսվում էր իրենց հոր մասին պատմություններով, հիշողություններով, որոնք օգնում էին լրացնել Հովհաննես Անտոնյանի վաղաժամ մահվան թողած բացերը։ Եվ կամաց-կամաց մի ընտանիք էր ձևավորվում, միավորված ոչ միայն արյունով, այլ ընտրությամբ անկեղծ սիրով։ Դավիթն էր, որ առաջարկեց նրանց վերադառնալ Դիլիջանի տուն երկար հանգստյան օրերի ընթացքում։ Կային ավելի շատ օրագրեր կարդալու, ավելի շատ պատմություններ բացահայտելու, սեփականությունը խնամքի կարիք ուներ, եթե ուզում էին պահպանել այն։ Այս անգամ ճանապարհորդությունը տարբեր էր։ Արամն ու Անահիտը միայնակ գնացին, Դավիթը մնացել էր Երանում, լուծելու սեփականության պաշտոնական փոխանցման հետ կապված իրավական հարցեր։ Աշնան սկիզբ էր, լեռներում եղանակը հաճելիորեն զով էր, առավոտյան հովիտները ծածկված էին մառախուղով, իսկ գիշերը երկինքը մաքուր էր աստղազարդ։ Նրանք ժամանեցին ուրբաթ երեկոյան առաջին ժամերն անցկացրին պարզապես այգին ուսումնասիրելով, վերանորոգումներ պլանավորելով, պատկերացնելով, թե ինչպես կլինի վերականգնել այդ տունը իր նախկին փառքին։ Կողք կողքի աշխատելու, այնքան պարզ թվացող ապագա պլանավորելու մեջ կար ինչ-որ խորապես բավարարող բան։
Գիշերը նստած այգում աստղերով լի երկնքի տակ Անահիտը գլուխը դրեց Արամի ուսին։ Երբե մտածել ես, թե որքան տարբեր կլինեին մեր կյանքերը, եթե մենք չհանդիպեինք, մեղմ հարցրեց նա։ Անընդհատ խոստովանեց Արամը։ Կարծում եմ կշարունակեի ապրել այդ դատարկ կյանքը, լի մասնագիտական նվաճումներով, բայց զգացմունքային առումով չոր։ Հավանաբար երբեք չէի հասկանա, թե ինչն է պակասում։ Իսկ ես կշարունակեի թափառել, միշտ զգալով, որ ինչ-որ էական բան բացակայում է, բայց չիմանալով ինչ։ Արամը շրջվեց դեպի նա, ձեռքերով բռնելով նրա դեմքը։ Անահիտ, մի բան կա, որ պետք է քեզ հարցնեմ։ Մի բան, որի մասին շաբաթներ շարունակ մտածում եմ։ Ինչ է դա։ Նա խորը շունչ քաշեց, զգալով սրտի արագացումը։ Ամուսնացիր ինձ հետ։ Դա մշակված հարց չէր։ Չկար պատրաստված մատանի, չկար փորձված ելույթ։ Բայց պահի պարզությունն ու անկեղծությունը ամեն ինչ կատարյալ դարձրին։ Արցունքներն անմիջապես լցրին Անահիտի աչքերը։ Դու վստահ ես։ Ավելի վստահ, քան երբե եղել եմ իմ կյանքում որևէ բանի հարցում։ Գիտեմ, որ դեռ շատ բան կա բացահայտելու, շատ մարտահրավերներ առջում։ Բայց գիտեմ, որ ուզում եմ ամեն ինչի դիմակայել քո կողքին, պաշտոնապես, ընդմիշտ։ Ուրեմն, կամուսնանաս ինձ հետ։ Այո, շշնջաց նա, նրան դեպի իրեն քաշելով համբույրի համար։ Այո, այո, 1000 անգամ այո։ Նրանք երկար գրկախառնված մնացին այնտեղ, աստղերի տակ, իմանալով, որ հենց նոր կայացրել են իրենց կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը։ Եվ ի տարբերություն բոլոր մյուս որոշումների, որոնք Արամը կայացրել էր իր կարիերայի ընթացքում, սա չէր ուղեկցվում ռիսկերի վերլուծությամբ կամ արդյունքների կանխատեսումներով։ Այն պարզապես բխում էր այն խորը համոզմունքից, որ որոշ ճանապարհներ պետք է անցնել ոչ թե որովհետև դրանք տրամաբանական իմաստ ունեն, այլ որովհետև դրանք իմաստ ունեն հոգու համար։ Հարսանիքի նախապատրաստությունները սկսվեցին զուսպ կերպով։ Ոչ Արամը, ոչ Անահիտը մեծ արարողություն չէին ուզում, նախընտրելով ինչ-որ մտերմիկ, իմաստալից բան, շրջապատված միայն այն մարդկանցով, ովքեր իսկապես կարող էին։ Որոշեցին, որ կամուսնանան Դիլիջանի տանը, այգում, հենց այն դարավոր ծառի տակ, որտեղ Արամն առաջարկություն էր արել։ Բայց կյանքը, ինչպես միշտ, իր սեփական անակնկալներն ուներ։ Հարսանիքի նշանակված օրվանից 2 ամիս առաջ Անահիտը սկսեց տարօրինակ հոգնածություն զգալ։ Սկզբում դա վերագրեց հարսանիքի կազմակերպման սթրեսին, զուգորդված աշխատանքի պահանջներով։ Բայց երբ սկսվեցին առավոտյան սրտխառնոցները, նա որոշեց բժշկի դիմել։ Հետազոտության արդյունքը եկավ որպես ցնցում, անսպասելի ուրախություն, մինույն ժամանակ խորը անհանգստություն։ Անահիտը հղի էր։ Երբ նա պատմեց Արամին, նրա արձագանքը հիացմունքի սարսափի խառնուրդ էր։ Հիացմունք հայր դառնալու, իր սիրելի կնոջ հետ ընտանիք կազմելու գաղափարից։ Սարսափ, որովհետև գիտեր, որ Անահիտը ամիսներ առաջ պատահական զրույցի ժամանակ նշել էր, որ դեռահասությունից ի վեր չբուժված առողջական խնդիրներ ունի, հարցեր, որոնք կարող էին բարդացնել հղիությունը։ Մենք պետք է մասնագետի դիմենք, ասաց Արամը, արդեն վերցնելով հեռախոսը։ Պետք է բոլոր հետազոտություններն անել, համոզվել, որ դու երեխան լավ եք։ Արամ, հանգստացիր, Անահիտը բռնեց նրա ձեռքը։ Ես արդեն վաղվա համար հանդիպում եմ նշանակել։ Բայց անկախ նրանից, թե ինչ կբացահայտենք, մենք դրան կդիմակայենք միասին։ Հաջորդ առավոտյան խորհրդատվությունը բերեց նորություններ, որոնք միաժամանակ հիանալի սարսափելի էին։ Այո, Անահիտը հղի էր, մոտավորապես 7 շաբաթական։ Եվ այո, կային պոտենցիալ բարդություններ, կապված սրտի բնածին արատի հետ, որը նա ուներ մանկուց, բայց որը երբեք պատշաճ կերպով չէր բուժվել։ Որոնք են ռիսկերը, հարցրեց Արամը բժշկին, նրա ձայնը լարված էր։ Բժիշկ Կարապետյանը, փորձառու սրտաբան, ազնիվ էր։ Զգույշ հսկողությամբ պատշաճ բուժմամբ, լավ հնարավորություն կա, որ ամեն ինչ լավ կանցնի։ Բայց չեմ ստի ձեզ, ռիսկեր կան։ Անահիտի երեխայի համար։ Մենք պետք է շատ ուշադիր հետենք, հնարավոր է փոփոխություններ անենք ապրելակերպում, գուցե հոսպիտալացում վերջին ամիսներին։ Իսկ եթե նա չշարունակի հղիությունը, հարցրեց Արամը, խուսափելով Անահիտին նայելուց, երբ հարցը տվեց։ Արամ, բողոքեց Անահիտը։ Ես պարզապես ուզում եմ իմանալ բոլոր տարբերակները, ասաց նա, վերջապես նայելով նրան։ Ես չեմ կարող քեզ կորցնել։ Ոչ հիմա, ոչ այն ամենից հետո, ինչ մենք անցել ենք, իրար գտնելու համար։ Անահիտը ամուր բռնեց նրա ձեռքը։ Դու ինձ չես կորցնի։
ոչ ինձ, ոչ էլ մեր երեխային։ Բժիշկ Կարապետյանը մեղմ միջամտեց. Դուք հիմա պարտավոր չեք որոշումներ կայացնել։ Գնացեք տուն, խոսեք, հանգիստ մտածեք։ Բայց անկախ նրանից, թե ինչ կորոշեք, դուք կունենաք անհրաժեշտ բժշկական աջակցությունը։ Հաջորդ շաբաթները զգացմունքների փոթորիկ էին։ Արամը տատանվում էր հայր դառնալու ուրախության Անահիտին կորցնելու կաթվածահար անող վախի մեջ։ Նա իրեն բռնում էր գիշերվա կեսին արթնանալիս, պարզապես ստուգելու, թե արդյոք նա շնչում է, արդյոք լավ է։ Անահիտը իր հերթին ցուցաբերում էր մի հանգստություն վճռականություն, որը նա երբեք չէր տեսել։ Տատիկս միշտ ասում էր, որ մեր ընտանիքի կանայք ուժեղ են, ասաց նա մի գիշեր, երբ պառկած էին անկողնում։ Որ մենք գոյատել ենք բաներից, որոնք պետք է մեզ ոչնչացնեին։ Ես սրանից էլ կգոյատեմ։ Մենք կգոյատենք։ Բայց եթե… Ոչ, ընդհատեց նա, մատը դնելով նրա շուրթերին։ Մենք չենք ապրելու, եթե ով։ Մենք ապրելու ենք հիմա։ Եվ հիմա մենք միասին ենք, մենք նոր կյանք ենք ստեղծում, մենք շրջապատված ենք սիրով հիանալի բժշկական խնամքով։ Ես դրա վրա եմ կենտրոնանալու։ Արամն առաջարկեց, որ նրանք բուժում փնտրեն արտերկրում գերազանցության բժշկական կենտրոններում, որտեղ կարող էին հասանելիություն ունենալ լավագույն տեխնոլոգիաներին մասնագետներին։ Բայց Անահիտը մերժեց։ Ես ուզում եմ, որ մեր երեխան ծնվի այստեղ, նույն քաղաքում, որտեղ մեր նախնիներն ապրել են իրենց սիրո պատմությունները։ Ես ուզում եմ, որ նա աշխարհ գա, կապված այս հողին, այս պատմությանը, այս շարունակականությանը, որը մեզ բերել է այստեղ։ Նույնիսկ եթե դա նշանակում է ավելի շատ ռիսկեր։ Բժիշկ Կարապետյանն ասաց, որ ռիսկերը կառավարելի են այստեղ։ Մենք հասանելիություն ունենք լավ հիվանդանոցների, լավ բժիշկների։ Եվ ամենակարևորը, մենք ունենք մեր աջակցության ցանցը, մեր ընտանիքը։ Արամը գիտեր, որ նա ճիշտ է, բայց դա իրավիճակը չէր հեշտացնում։ Նա իրեն բռնեց մի բան անելիս, որը երբեք չէր արել, մի բան, որը ընդամենը 1 տարի առաջ կծաղրեր։ Սկսեց աղոթել։ Վստահ չէր, թե հավատում է Աստծուն, բայց եթե տիեզերքում կար որևէ ուժ, որը կարող էր պաշտպանել իր սիրելի կնոջն ու երեխային, նա պատրաստ էր օգնություն խնդրել։ Անահիտը 6 շաբաթ կայուն էր։ Բժշկական այցելությունները հաճախակի էին, բոլոր հետազոտությունները ցույց էին տալիս, որ չնայած պոտենցիալ բարդություններին, մայրն ու երեխան լավ էին արձագանքում բուժմանը։ Հարսանիքը հետաձգվեց, չեղարկվեց, պարզապես հետաձգվեց, մինչ Անահիտը հղիության ավելի անվտանգ փուլում լիներ։ Բայց հետո, երեքշաբթի առավոտյան, Անահիտն ուշագնաց եղավ գրասենյակում։ Արամը հանդիպման մեջ էր, երբ զանգը ստացավ։ Նա թողեց ամեն ինչ, վազեց հիվանդանոց, սիրտը բաբախում էր այնքան ուժեղ, որ կարծես պայթելու էր։ Երբ հասավ շտապ օգնություն, գտավ Անահիտին գիտակից, բայց գունատ, միացված մի քանի մոնիտորների, իսկ Դավիթը նրա կողքին էր։ Ինչ պատահեց, հարցրեց Արամը, բռնելով նրա ձեռքը։ Ճնշումս ընկավ, բացատրեց նա, ձայնը թույլ էր։ Բայց հիմա լավ եմ։ Բժիշկներն ասացին, որ սա սպասելի բարդություն է, որ պետք է ավելի ուշադիր հետենք։ Բժիշկ Կարապետյանը այդ պահին մտավ սենյակ։ Անահիտ, Արամ, մենք պետք է խոսենք հաջորդ քայլերի մասին։ Այսուհետ ես խորհուրդ կտամ հոսպիտալացում մինչ ծննդաբերությունը։ Գիտեմ, որ իդեալական չէ, բայց դա ամենաանվտանգ ձն է, երաշխավորելու, որ դուք, երեխան անհապաղ ուշադրություն ստանաք, եթե որևէ բարդություն լինի։ Անահիտը ուզում էր բողոքել, բայց Արամը սեղմեց նրա ձեռքը։ Արա դա մեզ համար, խնդրեց նա։ Խնդրում եմ։ Ես չեմ կարող ապրել մշտական վախի մեջ, ստանալուց մեկ զանգ, որ ինչ-որ բան է պատահել, ես այնտեղ չեմ եղել։ Նա տեսավ խոցելիությունը նրա աչքերում, նրան կորցնելու անկեղծ վախը, գլխով արեց։ Լավ։ Կմնամ հիվանդանոցում։ Հաջորդ ամիսները փորձության ենթարկեցին նրանց երկուսի ուժը այնպես, ինչպես նրանք երբեք չէին պատկերացրել։ Անահիտը մնաց հիվանդանոցի հարմարավետ սենյակում, իսկ Արամն ամեն գիշեր այնտեղ էր անցկացնում, քնելով նրա մահճակալի կողքի անհարմար աթոռին։ Նա աշխատում էր հիվանդանոցից ցերեկը, բերում էր իր նոութբուքն ու փաստաթղթերը, տեսազանգերով հանդիպումներ անցկացնում, ամեն ինչ, որպեսզի նրա կողքին լինի։ Տիգրանը ավելի շատ պարտականություններ ստանձնեց ընկերությունում, թույլ տալով Արամին ունենալ անհրաժեշտ ճկունությունը։ Աշխատանքային թիմը մոբիլիզացվեց, պարբերաբար այցելելով Անահիտին, բերելով ծաղիկներ, գրքեր, ցանկացած բան, որպեսզի նրա հիվանդանոցային կյանքը մի փոքր ավելի տանելի դարձնեն։
Բժշկուհի Լուսինեն, հոգեթերապտը, նույնպես դարձավ մշտական ներկայություն, օգնելով Արամին, Անահիտին հաղթահարել այդ իրավիճակի սթրեսն ու անհանգստությունը։ Եվ հենց այդ սեանսներից մեկի ժամանակ Լուսինեն զարմանալի բացահայտում արեց։ «Ես պետք է ձեզ մի բան պատմեմ», ասաց նա մի հանգիստ երեկո։ «Մի բան, որը բացահայտեցի, վերանայելով ձեր երկուսի հետ ունեցած սեանսների իմ նշումները»։ «Ինչ է դա», հարցրեց Անահիտը։ «Դուք երկուստ էլ իմ հաճախորդներն էիք, նախքան ծանոթանալը»։ «Արամ, դու սկսեցիր թերապիան ինձ մոտ Անահիտի մասին երազների պատճառով։ Իսկ դու, Անահիտ, ինձ դիմել էիր տեսազանգով, երբ դեռ Ֆրանսիայում էիր, նույնպես կրկնվող երազների պատճառով։ Ես երբեք կապը չէի գտել, մինչ որ դուք սկսեցիք միասին գալ»։ Արամն ու Անահիտը ապշած նայեցին իրար։ «Դուք ասում եք, որ տիեզերքը դավադրություն է կազմակերպել, մեզ միացնելու համար տարբեր ձերով», հարցրեց Արամը։ «Ես ասում եմ, որ երբեմն համընկնումներն այնքան շատ են, որ դադարում են համընկնում լինելուց», պատասխանեց Լուսինեն մեղմ ժպիտով։ «Դուք դատապարտված էիք հանդիպելու։ Եվ ամբողջ տիեզերքը կարծես աշխատում էր, երաշխավորելու, որ դա տեղի ունենա։ Վերջապես, գրեթե 3 ամիս հոսպիտալացումից հետո, եկավ սպասված պահը։ Անահիտի ծննդաբերությունը սկսվեց ձմռան մի հանգիստ գիշեր։ Արամը նրա կողքին էր, բռնած նրա ձեռքը, քաջալերանքի խոսքեր շշնջալով, մինչ նա պայքարում էր իրենց դստերը աշխարհ բերելու համար։ Դա բարդ ծննդաբերություն էր, բացարձակ խուճապի պահերով, երբ Անահիտի սրտի մոնիտորները տագնապի ազդանշաններ էին տալիս։ Բայց բժշկական թիմը պատրաստ էր, արագ արձագանքելով յուրաքանչյուր բարդության։ Եվ ժամեր անց, որոնք հավերժություն թվացին, մի սուր ուժեղ լաց լցրեց սենյակը։ Աղջիկ։ Փոքրիկ, բայց ուժեղ, հզոր թոքերով, որոնք ազդարարում էին նրա ժամանումը աշխարհ։ Բժիշկները նրան դրեցին Անահիտի գիրկը, որը միաժամանակ լալիս էր ու ծիծաղում, նայելով այն հրաշքին, որը նա Արամը ստեղծել էին։ Նա կատարյալ է, շշնջաց Անահիտը, նայելով Արամին։ Տես, թե ինչ ենք մենք արել։ Արամը, որը եղել էր անողոք գործադիր, վախ ներշնչող հարգված գլխավոր տնօրեն, լիովին կոտրված էր։ Արցունքներն ազատ հոսում էին նրա դեմքով, երբ նա առաջին անգամ նայում էր իր դստերը։ Հեղինե, մեղմ ասաց նա։ Եկեք նրան Հեղինե կոչենք։ Ի պատիվ տատիկիդ, նախատատիդ։ Որպեսի կենդանի պահենք այն պատմությունը, որը մեզ բերել է այստեղ։ Անահիտը ժպտաց, հոգնած, բայց պայծառ։ Հեղինե։ Կատարյալ է։ Հաջորդ օրերին, մինչ Անահիտը վերականգնվում էր, իսկ փոքրիկ Հեղինեն հարմարվում էր արգանդից դուրս աշխարհին, Արամը ժամանակ ունեցավ խորելու այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին տարվա ընթացքում։ Ինչպես էր իր կյանքը լիովին փոխվել։ Ինչպես էր ինքը լիովին փոխվել։ 1 տարի առաջ նա մի մարդ էր, որը չէր հավատում ճակատագրին, հոգու կեսերին, տրանսցենդենտալ սիրուն։ Հիմա նա մի մարդ էր, որն իր էության յուրաքանչյուր մանրաթելով գիտեր, որ տիեզերքում կան ուժեր, որոնք ավելի մեծ են, քան տրամաբանությունը կարող է բացատրել։ Որ որոշ կապեր այնքան խորն են, որ անցնում են կյանքերի միջով։ Որ սերը, երբ իրական է ճշմարիտ, ամենահզոր ուժն է։ Հեղինեի ծնունդից 1 շաբաթ անց, երբ Անահիտը վերջապես դուրս գրվեց, նրանք փոքրիկ արարողություն կազմակերպեցին հիվանդանոցի այգում։ Դա այն հարսանեկան արարողությունը չէր, որը նրանք ի սկզբանե պլանավորել էին, բայց իր ձով կատարյալ էր։ Դավիթի, որպես վկայի, Տիգրանի նրա կնոջ ներկայությամբ, փոքրիկ Հեղինեի բուժքրոջ գրկում քնած, Արամն ու Անահիտը փոխանակվեցին պարզ, բայց խորը երդումներով։ Ես խոստանում եմ սիրել քեզ բոլոր կյանքերում, ասաց Արամը, ձեռքերը բռնած նրա ձեռքերին։ Այս բոլոր գալիք կյանքերում։ Խոստանում եմ միշտ փնտրել քեզ, միշտ գտնել քեզ, միշտ ընտրել քեզ։ Իսկ ես խոստանում եմ լինել քո տունը, պատասխանեց Անահիտը, ուրախության արցունքները փայլում էին նրա աչքերում։ Այն վայրը, ուր դու միշտ կարող ես վերադառնալ, անկախ նրանից, թե որքան հեռու տանի քեզ աշխարհը։ Խոստանում եմ, որ իմ սերը կլինի քո հաստատունը, քո վստահությունը, քո խաղաղությունը։ Երբ մատանիները փոխանակվեցին, պարզ զուսպ, ինչ-որ մեկը մրմնջաց, որ անձր է սկսվում։ Բայց երբ նրանք վեր նայեցին, տեսան, որ երկինքը մաքուր է։ Դա պարզապես քամին էր, որ շարժում էր ծառերի տերները, ստեղծելով մի ձայն, որը նման էր մեղմ ծափահարությունների։ Ավելի ուշ այդ գիշեր, վերջապես տանը, Հեղինեի իր օրորոցում հանգիստ քնած Անահիտի, անկողնում հանգստանալիս, Արամը կանգնեց պատուհանի մոտ, նայելով քաղաքին։ Երանը փայլում էր ներքում, միլիոնավոր կյանքեր միահյուսվում էին, միլիոնավոր պատմություններ գրվում էին ամեն պահ։
Եվ նա մտածեց, թե ինչպես 1 տարի առաջ ինքը պարզապես միլիոններից մեկն էր, ապրելով մի կյանք, որը լի էր թվում, բայց իրականում դատարկ էր։ Ինչպես սկսվեցին երազները, բերելով մի կնոջ, ում նա երբեք չէր հանդիպել, բայց ինչ-որ կերպ միշտ ճանաչում էր։ Ինչպես յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր անհնարին համընկնում նրանց բերեց այս պահին։ Անահիտը շարժվեց անկողնում, ձեռքը մեկնելով նրան։ «Արի քնիր»։ Արամը պառկեց նրա կողքին, նրան իր գիրկը քաշելով։ «Դու հավատո՞ւմ ես այն ամենին, ինչ պատահեց», ցածր հարցրեց նա։ «Այն ամենին, ինչ մենք ապրեցինք։ Ես հավատում եմ, որ որոշ պատմություններ չափազանց մեծ են, մեկ կյանքում տեղավորվելու համար», պատասխանեց նա, ձայնը քննադատախ էր, բայց վստահ։ «Որ որոշ հոգիներ բավականաչափ խիզախ են, շարունակելու փնտրել իրար, կյանքից կյանք, մինչ որ վերջապես ճիշտ են անում։ Եվ ես հավատում եմ, որ մենք այս անգամ ճիշտ արեցինք, Արամ։ Վերջապես ճիշտ արեցինք»։ «Ես էլ եմ հավատում», շշնջաց նա, համբուրելով նրա ճակատը։ «Եվ գիտես, որն է ամենահիանալին»։ «Ի՞նչը»։ «Որ բոլոր այն կյանքերից հետո, որոնք մենք անցկացրել ենք իրար փնտրելով, հիմա մենք մի ամբողջ կյանք ունենք առջում, պարզապես միասին լինելու համար։ Առանց բաժանումների, առանց ընդհատումների, առանց անավարտ պատմությունների։ Միայն մենք, մեր ընտանիքը աշխարհի ողջ ժամանակը»։ Անահիտը ժպտաց, աչքերն արդեն փակվում էին հոգնածությունից։ «Մի ամբողջ կյանք առջում»։ «Մի ամբողջ կյանք առջում», կրկնեց Արամը, իր գոյության մեջ առաջին անգամ այդ բառերը ապագայի վաղ չէին կրում, այլ միայն գալիք բոլոր օրերի քաղցր խոստումը։ Մոտակա օրորոցից Հեղինեն մեղմ հոգոց հանեց քնի մեջ, կարծես համաձայն լիներ ծնողների հետ։ Եվ այդ գիշերվա լռության մեջ 3 հոգիներ միասին հանգստանում էին, միավորված մի սիրով, որն անցել էր ժամանակի միջով, հաղթել խոչընդոտները, վերջապես գտել իր տունը։ Դրսում աշխարհը շարունակում էր պտտվել, մարդիկ շարունակում էին իրենց կյանքը, բիզնեսները շարունակում էին գործել։ Բայց այնտեղ, այդ սենյակում, այդ նորաստեղծ ընտանիքում, ժամանակը կարծես կանգ էր առել։ Եվ այն ամենը, ինչ կարոր էր, այդ պահն էր, այդ կապը, այդ սերը, որն ապացուցում էր, որ որոշ բաներ հավերժական են։ Որովհետև ի վերջո, կարոր չէ, թե քանի կյանք ենք ապրում կամ քանի պատմություն ենք գրում։ Կարորն այն է, որ գտնենք նրանց, ում հետ այդ պատմություններն իմաստ են ստանում։ Եվ Արամն ու Անահիտը հենց դա էին արել։ Նրանք գտել էին իրար ոչ միայն այս կյանքում, այլ բոլոր նախորդներում, որոնք նրանց պատրաստել էին այս կատարյալ պահին։ Եվ այսպես, Երանի աստղազարդ երկնքի տակ, սիրով խոստումներով լի բնակարանում, մի պատմություն, որը սկսվել էր դարեր առաջ, վերջապես գտավ իր երջանիկ ավարտը։ Կամ ավելի ճիշտ, իր երջանիկ նոր սկիզբը։ Որովհետև իսկապես կապված հոգիների համար վերջ գոյություն չունի։ Գոյություն ունի միայն շարունակականություն, ցիկլեր, որոնք նորոգվում են, սեր, որը խորանում է յուրաքանչյուր կիսված շնչով։ Արամն այդ գիշեր քնեց ժպիտը շուրթերին, առանց վախենալու, թե ինչ կբերեն երազները։ Որովհետև գիտեր, որ երբ արթնանա, իր երազների կինն այնտեղ կլինի, իրական, շոշափելի իրենը։ Եվ դա այն ամենն էր, ինչ նրան երբեք պետք էր եղել, նույնիսկ երբ չգիտեր, որ պետք է։ Հեղինեն, իր օրորոցում, մանկական երազներ էր տեսնում, անմեղ մաքուր։ Եվ գուցե, եթե ինչ-որ մեկը կարողանար տեսնել այդ երազների մեջ, կտեսներ հին պատմություններ, դեռ գալիք կյանքերի հիշողություններ, հոգիների հավերժական ցիկլը, որոնք գտնում-վերագտնում են իրար։ Որովհետև որոշ սիրո պատմություններ այնքան հզոր են, որ արձագանքում են ժամանակի միջով։ Եվ սա դրանցից մեկն էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արամի Անահիտի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո այս ճանապարհորդությունից, որն անցավ կյանքերի միջով, դրեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Դուք հավատո՞ւմ եք հոգու կեսերին։ Դուք եք երբե անբացատրելի կապ զգացել ինչ-որ մեկի հետ։ Կիսվեք ձեր փորձով մեզ հետ։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ստիպում մեզ հավատալ, որ իսկական սերը գոյություն ունի, արժե ապրել։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին։ Մինչ շուտով։